Սիրիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Բհագավադ Գիտան եւ այս պահին ուսումնասիրում ենք Բհագավադ Գիտայի 4-րդ գլուխը, որը կոչվում է Տրանսցենդենտալ գիտելիք։ Ես ամեն անգամ ստիպված եմ լինում մի փոքր երկու բառով հիշեցնել, որ արիացիների գաղափարը ինքը կայանում է նրանում, որ կենդանի էակի բոլոր տառապանքները իրենք իր արմատներով գնում են նրա էգոիստական տրփալից ցանկությունների մեջ եւ այդ տրփալից ցանկությունները իրենք ըստ արիացիների գրավել են կենդանի էակի ողջ նյութական մարմինը եւ կոպիտը եւ նուրբը, այսինքն կենդանի էակը ինքը էգոիստական ցանկություններով լցված եւ իր մարմնի տեսանկյունից դա հիմնականում 3 գլխավոր զգայարաններ, 3 գլխավոր օրգաններն են, դա լեզուն է, ուրեմն ստամոքսը եւ սեռական օրգանների կարիքները եւ էգոիզմը ինքը բուն է դրել կենդանի էակի մտքի մեջ եւ այսինքն ցանկությունների մեջ եւ նրա բանականության մեջ, այսինքն արժեքային համակարգի։ Սա նշանակում է, որ կենդանի էակը իր մեջ գնահատում է հիմնականում միայն իր սեփական երջանկությունը, ընդ որում, երբ որ մենք խոսում ենք էգոիզմի մասին, բազմիցս քննարկել ենք սա, որ արիացիները իրենք առաջ են քաշում երկու գաղափար, որ էգոիզմը ինքը լինում է կոնցենտրացված եւ տարածված։ Կոնցենտրացված էգոիզմը նշանակում է, որ կենդանի էակը ինքը շահագրգռված է միայն եւ միայն իր երջանկության մեջ։ Երբ որ մենք խոսում ենք ընդլայնված էգոիզմի մասին, ապա դա նշանակում է, որ կենդանի էակը ինքը շահագրգռված է իր երջանկության մեջ եւ նրանց երջանկության մեջ, ում ինքը կապված է։ Դա կարող են լինել ընտանիքի անդամները, կարող են լինել ընկերները, բաները, сослуживцы, նրանք ում հետ որ անձնավորությունը ինքը աշխատում է, դա կարող է լինել իր բարեկամությունը, կարող է լինել ուրեմն ազգը, որի ներկայացուցիչը ինքը հանդիսանում է, կարող է լինել պետությունը, որի մեջ անձնավորություն, այսինքն հայրենասիրական զգացումները, դրանք բոլորը տարածված էգոիզմի արտահայտումներն են ըստ արիացիների։ Եվ Տեր Կրիշնան ինքը իրականում Արգջունայի հետ քննարկում է երկու շատ կարևոր հարց. ինչպիսի գործողություններն են կենդանի էակին, պատկերավոր ասած, բերում դեպի դժոխք եւ որն են այն գործողությունները, որոնք տանում են կենդանի էակին դեպի երջանկություն։ Մենք տեսանք, որ փաստացի այդպիսի գաղափար առաջ քաշվեց, որ դեպի տառապալից, երբ որ մենք ասում ենք դժոխք, դա նշանակում է դեպի տառապալից իրավիճակների։ Ուրեմն դեպի տառապալից իրավիճակների կենդանի էակներին բերում է տրփանքը, էգոիզմը, իսկ դեպի երջանկություն կենդանի էակին տանում է Գերագույն Աստծո անձնավորության կամքի հետ ներդաշնակությունը։ Որն է Գերագույն Աստծո անձնավորության հիմնական կամքը, այդ կամքը կայանում է նրանում, որ պետք է լինի երջանիկ ինքը եւ բոլոր կենդանի էակները։ Մենք ձեզ հետ մի թեթև խոսեցինք դրա մասին, որ երբ որ այդ գաղափարը առաջ է քաշվում, շատ հաճախ մարդիկ բարիության սկզբունքը իրականացնելու համար շատ մտնում են չափազանցության մեջ։ Այսինքն հիմա էլ իրանք մտածում են, որ որպեսզի իրենք հասնեն կատարելության, ապա իրենք պետք է արհամարեն իրենց երջանկությունը եւ զոհաբերեն իրենց երջանկությունը հանուն ուրիշների երջանկության։ Սա սխալ գաղափար է, որովհետեւ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շահագրգռված է բոլորի երջանկության մեջ։ Եթե ամեն մի հոգևոր մարդ իրան պահի այնպես, որ ինքը զոհի իր երջանկությունը հանուն նրա, որպեսզի ուրիշները լինեն երջանիկ, դա արդեն իսկ կնշանակի, որ եթե այն նույնիսկ նյութական աշխարհում հոգևոր մարդիկ իրենք հիմնականում բոլորը կդառնան դժբախտ, որովհետև կլինեն էգոիստների կողմից շահագործված։ Եվ դրա համար այստեղ պետք է այդ հավասարակշռությունը պահել, որ
պետք է լինի երջանիկ Աստված, պետք է լինեն երջանիկ ուրիշ կենդանի էակները եւ պետք է լինեմ երջանիկ ես։ Եվ դա է այն ամենամեծ ծառայությունը, որը ամեն մի կենդանի էակ կարող է մատուցել Աստծուն։ Այսինքն արիացիները իրենք իմաստությունը կապում էին ոչ թե նրա հետ, որ ազնվորությունը ինքը կարողանում է հաղթահարել կյանքի բարդությունները։ Իմաստությունը կայանում է նրանում, որպեսզի կենդանիակը կարողանա բերել իրան երջանիկ վիճակի։ Երջանիկ կենդանիակը ինքը կարող է նյութական աշխարհում լինել երկու դեպքում։ Մենք արդեն ասացինք, առաջինը դա նա է, երբ որ ինքը բացարձակ էգոիստ է։ Այո, այդ դեպքում ինքը իհարկե կարող է լինել երջանիկ, կարող է այդ էգոիզմի հիմքի վրա կարողանալ իրականացնել իր ցանկությունները, եթե ռեսուրսը հերիքում է, չէ՞։ Եվ մեկ էլ կենդանիակը կարող է լինել երջանիկ, եթե ինքը դերդաշնակ է Գերագույն Աստծո անձնավորության ցանկությունների հետ։ Մենք տեսանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը առաջ քաշեց այդ գաղափարը, որ էգոիզմը կարելի է հաղթահարել միայն Գերագույն Աստծո անձնավորության մասին գիտելիքի շնորհիվ։ Եվ դրա մասին է ամբողջ 4-րդ գլուխը, որը եւ ինչպես ես արդեն ասեցի, կոչվում է տրանսցենդենտալ գիտելիք։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք մի յուրահատուկ գիտելիքի հետ, իսկ որտեղ է տրանսցենդենտալ գիտելիքը։ Դա այն գիտելիքն է, որը իր մեջ պարունակում է գիտելիք նյութական աշխարհի ֆիզիկական եւ հոգեվոր կառուցվածքի մասին, հա, որը պարունակում է իր մեջ գիտելիք հոգեվոր աշխարհի ֆիզիկական եւ հոգեվոր բնութագրերի մասին, ուրեմն психологическое, հոգեկան, հա, կներեք, психологическое строение, հա, այսինքն ինչ հոգեբանության վրա է հենված նյութական աշխարհը, ինչ հոգեբանության վրա է հենված ուրեմն հոգեվոր աշխարհը, պետք է իր մեջ պարունակի գիտելիք Աստծո մասին, պետք է իր մեջ պարունակի գիտելիք հոգու մասին։ Երբ որ մենք խոսում ենք Աստծո մասին, ուրեմն այդ գիտելիքը պետք է իր մեջ պարունակի գիտելիք Գերագույն Աստծո ազնվորության մասին նախասկզբնական, երբ նրա մարմնավորների մասին։ Երբ որ մենք ասում ենք կենդանի էակ, պետք է պարունակի իր մեջ գիտելիք տարբեր, ես սովորաբար օգտագործում եմ այդ խոսքը, տարբեր կալիբրի կենդանի էակների մասին գիտելիք։ Եվ ամենավերջում պետք է իր մեջ պարունակի գիտելիք, թե այս բոլոր գործոնները իրար մեջ ինչպես են շփվում կամ ինչպես են համագործակցում։ Մենք տեսանք, որ Տեր-Քրիստոն ինքը առաջ քաշեց այդ գաղափարը, որ եթե դու ուզում ես ազատագրվես նյութական աշխարհի ազդեցությունից, ուշադիր ուսումնասիրի, թե ինչպես եմ ես գալիս նյութական աշխարհ, ինչպես եմ այստեղ գործում եւ ինչպես եմ այս նյութական աշխարհից հեռանում։ Գլխավոր գաղափարը կայանում էր նրանում, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը երբեք չի ենթարկվում թշնամանքի եւ մրցակցության տրամադրություններին։ Իսկ ավելի խիստ եթե ասենք, ինքը նույնիսկ չի ուրեմն ենթարկվում նյութական մարմինների հանդեպ բարիությանը։ Ինքը ցուցաբերում է բարիություն միայն եւ միայն հոգու հանդեպ, որը փաստորեն գերավարված է նյութական աշխարհում։ Եվ եթե ազնվորությունը ինքը կարողանում է գործել հոգու շահերից, ապա ինքը երբեք այլևս չի խճճվում նյութական աշխարհում, ստանում է սկզբնական ուրեմն փուլում ազատագրում եւ հետո կամաց վերականգնում է իր հոգեվոր մարմինը եւ հնարավորություն է ստանում վերադառնալ հոգեվոր աշխարհ։ Տեր-Քրիստոն ինքը քննարկեց գործունեության, անգործության գաղափարները, ինչպես մենք տեսանք, չէ, եւ գլխավոր գաղափարը կայանում է նրանում, որ այն ամենը չի, որ կարելի է համարել գործողություն, ինչ որ թվում է գործողություն, եւ այն ամենը չի, ինչ որ կարելի է համարել անգործություն, եթե դա արտաքինից անգործություն է։ Մենք տեսանք, որ այսքան գաղափարը կայանում է նրանում, որ այն ամենը, ինչ բերում է կենդանի էակին նյութական
գոյությունը շարունակելու, անկախ նրանից թե կենդանիակը այսպես տեսանելիորեն գործում է թե ոչ, ինքը գործում է։ Իսկ եթե կենդանիակը ինքը նյութական աշխարհում կարողանում է շարժվել այնպես, որ այնպիսի գործողություններ կատարել, որոնք իրենք բխում են հոգու շահից, ապա այդ բոլոր գործողությունները տրանսցենդենտալ են եւ չեն կապում կենդանիակին նյութական աշխարհի հետ։ Հաջորդ խնդիրը, որը այստեղ առաջանում է, դա նա է, որ մենք պետք է հիմա ստանանք մի շատ լուրջ հարցի պատասխան, իսկ որտեղից վերցնել տրանսցենդենտալ գիտելիքը։ Ինչու է սա լուրջ հարց, որովհետև աստվածամեժության դարաշրջանում իրական հոգևոր պետություն կամ իրական հոգևոր հասարակություն ուղղակի գոյություն չունի։ Գոյություն չունի, աստվածամեժության դարաշրջանում գոյություն ունեն այսպես կոչված աշխարհիկ հասարակությունները եւ ուրեմն, եթե թողնել են ինձ բոլորը, բայց արիացիները իրենք դա այդպես են ընդհանրում, ես ուղղակի կրկնում եմ իրենց գնահատականը եւ գոյություն ունի կեղծ կրոնականություն։ Կեղծ կրոնականությունը դա այն կրոնականությունն է, որը առաջարկում է կենդանիակին որևիցե ծիսակատարություններ հոգևոր, եւ ուշադրություն չի դարձնում կենդանիակի հոգու մաքրագործման process-ի վրա։ Եվ կարող է իր մեջ պարունակել այսպես կոչված բարոյականության օրենքներ, որոնք իրականում պարտադիր որևիցե մի մարդկանց կամ խավի կամ ներկայացուցիչների դարձնում է ահավոր դժբախտ։ Այսինքն կեղծ կրոնականությունը ինքը համբերության վրա է հենված, սա է նրա ամենագլխավոր գործոնը եւ երբեք մտահոգված չի կենդանիակների երջանկությամբ։ Այդ պարագայում մենք, ինչպես ես դա միշտ ասում եմ, կարողանում ենք անպայման հայտնաբերել մի շատ կարևոր սիմպտոմ, որ այդպիսի տեսությունները կրոնական իրենք անպայման իրենց մեջ պարունակում են շովինիզմ։ Կամ տղամարդն է շովինիզմ դրսևորում կնոջ հանդեպ, կամ կինը տղամարդու հանդեպ, կամ երկուսով երեխաների հանդեպ, երեքով ուրեմն բնության եւ կենդանիների հանդեպ, ինչպես ես դա մշտական թվարկում եմ, չէ՞։ Եվ այդ պատճառով, որ աստվածամեժության դարաշրջանում գոյություն չունի իրական կրոնական դաշտ, եւ դա ինքնըստինքյան նշանակում է, որ գոյություն չունի լիարժեք մաքուր տրանսցենդենտալ գիտելիք, այս հարցը, թե տրանսցենդենտալ գիտելիքը որտեղից պետք է ստանալ, սա շատ կարևոր հարց է։ Այս պահին Տեր Կրիշնան ինքը խոսում է अर्जुनայի հետ, երբ արյական քաղաքակրթությունը դեռ ինչ-որ միջափով գոյություն ուներ, թեկուզ այդ քաղաքակրթությունը արդեն ստացել էր մի սարսափելի հարված, որտեղ այդ սարսափելի հարվածը դա հենց Կուրուքշետրայի ճակատամարտն էր, որի նախաշեմին եւ տեղի է ունենում Տեր Կրիշնայի եւ अर्जुनայի միջև այս խոսակցությունը, որի հետևանքով अर्जुनան պետք է հասկանար, որ եկել է ուրիշ դարաշրջանի ժամանակ եւ արյական քաղաքակրթությունը ինքը պիտի վերանա, վերանալուց առաջ ինքը պետք է ինչ-որ մի օրինակ ծառայի եւ Գերագույն Աստծո ազնվորությունը այդ եկել է կոպիտ ասած հրաժեշտ տալու արյական քաղաքակրթությանը, որովհետև հենց ինքն էլ իր ձեռքերով այդ քաղաքակրթությունը ոչնչացնելու է։ Մարդիկ, սենտիմենտալ մարդիկ իրենք սովորաբար իրենց այսպես էլի նեղություն չեն պատճառում լուրջ հետազոտություններ կատարել, որպեսզի հասկանան, թե ինչու եւ ինչպես է վերածվել արյական քաղաքակրթությունը, բայց մենք կփորձենք այդ հարցին պատասխանել եւ պատասխանը ինքը կլինի շատ պարզ, որովհետև նյութական աշխարհում գոյություն ունեն ժամանակներ, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը հավաքում է տարբեր տեսակետներ ունեցող կենդանի էակների։
Ոսկե դարաշրջանում ծնվում են այն բոլոր կենդանի էակները, որոնք իրենք խիստ հակում ունեն դեպի հոգևոր կյանք եւ գտնվում են հոգևոր կյանքի վերջնական փուլում, որտեղ իրենք արդեն ի վիճակի են կատարել այդ վերջնական մեդիտացիաները, վերականգնեն իրենց հոգևոր մարմինը եւ վերադառնան հոգևոր աշխարհ։ Երբ որ մենք խոսում ենք արծաթյա դարաշրջանի մասին, ապա մենք խոսում ենք մի դարաշրջանի մասին, որը ինքը իրականում արդեն ծնվում են այնպիսի կենդանիակներ, որոնց մաքրությունը մի փոքր ավելի քիչ է, քան դա ոսկե դարաշրջանում է։ Երբ որ խոսում, բայց միևնույն է դարաշրջանը մնում է աստվածակենտրոն, այսինքն կա աստվածակենտրոն պետություն։ Այդպես չի, որ չկան անհավատները։ Անհավատները նյութական աշխարհում կան միշտ, բայց երբ որ դարաշրջանը ինքը անվանվում է ոսկե, արծաթյա կամ բրոնզե, դա նշանակում է, որ ըստ նվազման, ուրեմն միևնույն է, նյութական աշխարհում լիդում են իրական կրոնական հասարակություններ։ Իրական կրոնական հասարակությունը ինքը ապահովում է իր բոլոր անդամների բարգավաճումը, առողջությունը եւ անձնական երջանկությունը, իմաստությունը, այսինքն զարգանալու հնարավորությունը հոգեվոր տեսանկյունից եւ մաքրությունը։ Եթե հասարակությունը ինքը չի ապահովում այս գործոնները, ինչպիսի կրոնականություն էլ ինքը ուզում է կիրառի, այդ կրոնականությունը ինքը արիացիների տեսակետից կամ կեղծ կրոնականություն է, կամ իրական, բայց կիսատ։ Այսինքն ինչ որ պակասություն կա տեսության մեջ, այսինքն գիտելիքի մեջ։ Իրական հոգևոր գիտելիքը ինքը պետք է բերի համընդհանուր երջանկության։ Եվ այս տեսանկյունից ուրեմն հասկանում ենք, որ երբ որ գալիս է աստվածամերժության դարաշրջանը, սա արդեն նշանակում է, որ աստվածակենտրոն պետություն չի լինելու։ Եվ այստեղ իհարկե շատ բարդանում է դեպի հոգևոր կյանքի հանդեպ հետաքրքրություն ունեցող մարդկանց, ուրեմն հոգևոր կյանքը շատ բարդանում է։ Եվ այս դարաշրջանում հոգևոր կյանքով զբաղվելը ինքը ունի իր սպეციფიկ ուրեմն բաները, բնութագրերը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ինչպես ես արդեն թվարկեցի, հոգևոր գիտելիքը ինքը համարվում է կատարյալ, երբ որ իր մեջ պարունակում է այն կոմպոնենտները, որը ես արդեն թվարկեցի։ Այդ կոմպոնենտները իրականում հոգևոր գիտելիքի մեջ կարող են լինել միայն մի պարագայում, եթե այդ հոգևոր գիտելիքը տվել է հենց ինքը գերագույն Աստծո անձնավորությունը։ Արիացիները իրենք պնդում են, որ երբ որ իրենց քաղաքակրթությունը կանգնեց ոչնչացման եզրին, որպեսզի աստվածամերժության դարաշրջանը կարողանա տեղի ունենա, աստվածամերժերը իրանք սկսեցին ծնվել այլևս արիական քաղաքակրթության մեջ, ինչը անհնար էր դրանից առաջ։ Դրանից առաջ բոլոր աստվածամերժերը իրենք ծնվում էին արիական քաղաքակրթությունից դուրս, հա, շումերները ներառյալ, եւ ուրեմն իսկ աստվածակենտրոնները ապրում էին արիական քաղաքակրթության մեջ։ Հիմա սիրելիներս, եւ ուրեմն այդ նախաշեմին, երբ որ արդեն պարզ էր, որ արիական քաղաքակրթությունը ոչնչացվելու է, որպեսզի կարողանա տեղի ունենա աստվածամերժության դարաշրջանը, Վյասադևան, որը ինքը արիացիների կողմից ընդունվում է որպես գերագույն Աստծո անձնավորության գրական մարմնավորում, այսինքն դա հենց ինքը գերագույն Աստծո անձնավորությունն է, որը հատուկ մարմնավորում էր տվել, որպեսզի գրանցի արիացիների գիտելիքը։ Մենք հասկանում ենք, որ արիացիները իրենք չէին օգտվում գիրգրականությունից, որովհետև ունիկալ հիշողության տեր էին։ Մենք դա տեսանք նաև Բագավատամում այդ ուրեմն
մի քանի օրինակների վրա, որտեղ մենք հասկացանք, որ գիտելիքը տեղափոխվում էր բանավոր եւ տեղափոխվում էր հոգեվորուսուցչի կողմից աշակերտին։ Ընդ որում, որպեսզի հասարակությունը ինքը ճիշտ կառուցված լինի եւ հնարավոր լինի հասարակության երջանկությունը, արիացիները իրենք երբեք գիտելիք չէին փոխանցում արատավոր բնություն ունեցող անձնավորություններին։ Սա իրենց ոսկե օրենքն էր եւ սա էր հիմնական այն պաշտպանությունը, որը արիացիները իրենք ունեին իրենց հասարակության մեջ։ Ինչու՞։ Որովհետև երբ որ գիտելիքը ինքը գտնվում է արատավոր անձնավորության ձեռքերում, արատավոր անձնավորությունը ինքը ցանկացած գիտելիք օգտագործում է իր եսը բավարարելու համար եւ այդ ճանապարհին պատրաստ է շատ ու շատ ուրիշ կենդանիակներին շատ խիստ տառապանքներ պատճառել։ Այսպիսով, սիրելիներս, մենք կարողանում ենք հասկանալ, որ ուրեմն կա այսպիսի թեմաներ կան, որոնք իրենք արդիական են, հա, եւ ուրեմն իրենք արիացիները խոսում են նրա մասին, որ այն գիտելիքը իրենք պահպանում են այդ գիտելիքը, Գերագույն Աստծո ազնվորությունը գալիս է արիական քաղաքակրթության գոյության վերջում, գրանցում է արիացիների գաղափարախոսությունը, որպիսի հետագայում, մենք պետք է հասկանանք, որ այդպիսի բան տեղի է ունենում հենց ըստ արիացիների տեղեկատվության 72 աստվածամերժության դարաշրջանը մի անգամ։ Եվ մենք ապրում ենք հենց այդ 72-րդ, հոգևոր մարդիկ կամ արիացիների մշակույթին հետևող մարդիկ ասում են այդ օրնյալ ուրեմն աստվածամերժության դարաշրջանում, երբ որ դարաշրջանը ինքը աստվածամերժության է, բայց այդ պահին գործում է կրոնականությունը։ Եվ ուրեմն սիրելիներս, արիացիները իրենք կարևորում են այդ գաղափարը, որ իրական կրոնական գիտելիքը ինքը պետք է տրվի Գերագույն Աստծո ազնվորության կողմից, ինչու՞։ Որովհետև միայն ինքն է որ գիտի, թե ինչպես է ինքը արարել նյութական աշխարհը, թե ինչ սկզբունքների հիմքի վրա է ինքը դա արել, թե ինչպիսի օրինաչափություններ կան նյութական աշխարհում, թե ինչպիսի օրինաչափությունների վրա է հիմնված հոգևոր աշխարհը, այսինքն բոլոր աշխարհների մասին, ինչը ինչպես եւ ինչու համար կարող է ասել միայն նա, ով այդ աշխարհների հիմքն է։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը։ Երբ որ այդ հոգևոր գիտելիքը ուրեմն կազմակերպում է սովորական կենդանի էակ, ապա միշտ գոյություն ունեն թերություններ, որովհետև ոչ մի սովորական կենդանի էակ ինքը տեղյակ չի, թե ինչպես է արարված նյութական աշխարհը, թե ինչ սկզբունքների վրա է հենված նյութական աշխարհը կամ հոգևոր աշխարհը, կամ ինչ բնություն ունի հոգին, կամ ինչ բնություն ունի Գերագույն Աստծո ազնվորությունը։ Ես զուգահեռ փորձ եմ կատարում միշտ ներկայացնել այն գաղափարները, որոնք իրենք իրականում խիստ նյութական են, ոչ մի կապ չեն կարող ունենալ ոչ մի հոգևոր գաղափարի հետ, եւ մենք փորձում ենք բաց եւ ազատ բանականությամբ, քանի դեռ ժամանակը մեզ դա թույլ է տալիս, որովհետեւ իրականում այս պահին ամեն ինչ արվում է, որպեսզի մարդկությունը ինքը նորից խրվի, ուրեմն բռնապետությունների ժամանակաշրջան, իսկ երբ որ սկսվում է բռնապետությունների դարաշրջանը, խոսքի ազատությունը ինքը վերանում է։ Եվ քանի դեռ մենք հնարավորություն ունենք քննարկել այս թեմաները, ես փորձում եմ քննարկել։ Երբ որ այդ հնարավորությունը այլևս չենք ունենա, բնականաբար մենք էլ կլռենք եւ ոչ մի ինչ որ, պարզ է, որ դուրս գալ բան սիստեմայի դեմ, դա նույն բանն է, ինչ որ ռուսներն ասում են թքել քամու դիմաց, հա, այդ դիմացից եկող քամու վրա։ Բացարձակ անիմաստ գործողություններ կլինեն դրանք, որոնք իրենք իրականում ոչ մեկին արդեն ոչ էլ պետք են։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ, գիտելիքը պետք է տա հենց ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը, եւ երբ որ տալիս է ինքը, մենք այդ սիմպտոմը շատ պարզ տեսնում ենք, որ ամեն ինչը մանրակրկիտ բացատրվում է։ Բացատրվում է այնպես, ինչպես կարող է բացատրել միայն այն,
ով արարել է այս ամեն ինչը։ Հիմա Եվ այստեղ արդեն հաջորդ քայլը, հաջորդ ուրեմն կարևոր գաղափարը, որը առաջ է գալիս, հաջորդ հարցը, իսկ որտեղից այդ գիտելիքը ստանալ։ Եվ տեսեք, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չասեց, որ ինձանից։ Ինքը չասեց, մտիր մեդիտացիայի մեջ, ես քո սրտում եմ, քո սրտից քեզ կտամ, ես ինչ այդ իհարկե այդպիսի process-ներ կան, բայց այդ process-ները իրենք կիրառելի չեն աստվածամերժության դարաշրջանում։ Մենք կամաց-կամաց ձեզ հետ քննարկում ենք այդ թեմաները եւ ես հույսով եմ, որ ժամանակի ընթացքում պարզ հասկացողության կգանք այդ թեմաների շուրջ, թե ինչու հնարավոր չի։ Հա, ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասեց, եթե դու ուզում ես, արդեն եթե դու հասկացար, որ միայն տրանսցենդենտալ կամ միայն հոգևոր գիտելիքով է, որ կարող է հաղթահարես քո էգոիզմը, եւ ոչ մի վարքյան չես մոռանում, որ էգոիզմը հաղթահարելու անհրաժեշտությունը ինքը առաջանում է այն պարզ պատճառով, որ դու տառապում ես էգոիզմի պատճառով։ Դու տառապում ես երկու դեպքում։ Երբ որ դու փորձում ես կիրառես քո էգոիզմը եւ այդ էգոիզմը կիրառելու ժամանակ պատրաստ ես տառապանք պատճառել ուրիշ կենդանիակներին եւ այդ ժամանակ ես քեզ անպայման դնելու եմ նույն իրավիճակի մեջ, որպեսզի դու տեսնես, թե ինչքան տհաճ է, երբ որ քեզ բռնաբարում են։ Բոլոր իմաստներով։ Հասկանում եք։ Եվ դու հաջորդ բանը, որը քեզ տառապանք է պատճառում, դա նա է, որ դու հանդիպում ես ուրիշ էգոիստի։ Եվ այդ էգոիստը դաժանաբար փորձում է քո միջոցով իրականացնել իր ցանկությունները եւ ստանալ քեզանից այն, ինչ իրեն պետք է։ Всё, ուրիշ ոչ մի աղբյուր տառապանքի չկա։ Հա? Եվ ուրեմն խնդիրը դա նա է, որ դու հաղթահարես քո էգոիզմը։ Ինչ է դա տալիս։ Երբ որ դու հաղթահարում ես քո էգոիզմը, ես քեզ դուրս եմ բերում այն հասարակությունից, որը բաղկացած է էգոիստներից։ Եվ տանում եմ, եւ դու ծնվում ես այնպիսի մի հասարակության մեջ, կամ եթե դա այդ պահին մի ուրիշ տեղ կա, տանում եմ այդ տեղը, որը բարենպաստ է քո հոգևոր զարգացման համար, հա, եւ դու հանդիպում ես արդեն այն ազնվորություններին, որոնք հիմա ինչպես դու ես գտնվում այն փուլում, որ դեռ փորձում ես հոգևոր գիտելիքի շնորհիվ զարգանաս, դու հայտնվում ես այնտեղ, որտեղ կան մարդիկ, որոնք իրենք զբաղված են նույն բանով։ Եվ այդտեղ այդ դաշտում բոլորի համար ամենակարևորը դա նա է, որ բոլորը հասկանում են, որ դու ինչպես Պրաբհուպադն էր ասում, բոլորը գտնվում են ուրեմն ցնցուղի տակ, լողանում են, որպեսզի մաքրեն իրենց, մաքրագործեն իրենց հոգին, եւ բոլորն էլ օգնության կարիք ունեն։ Այսինքն այդտեղ, որպեսզի դու կարողանաս հոգևոր զարգացում ունենաս, ամենակարևոր գործոնը կայանում է նրանում, որպեսզի դու ինչքան որ դու ի վիճակի ես, աջակցես ուրիշի հոգևոր զարգացմանը։ Երբ որ դու աջակցում ես ուրիշի հոգևոր զարգացմանը, Գերագույն Աստծո անձնավորությունն էլ աջակցում է քո հոգևոր զարգացմանը։ Եվ դու անպայման հանդիպում ես այնպիսի անձնավորությունների, որոնք կարող են քեզ իրական եւ լուրջ հոգևոր զարգացում տալ, որովհետեւ տիրապետում են գիտելիքին։ Այն ազնվորությունները, որոնք իրենք տիրապետում են գիտելիքին, Գերագույն Աստծո ազնվորությունը կոչեց հոգևոր ուսուցիչ։ Այսինքն հոգևոր գիտելիքը կարելի է ստանալ իրական հոգևոր ուսուցիչից, որոնք իրանք իրականում Գերագույն Աստծո ազնվորության մաքուր նվիրյալներն են։ Այստեղ ես մի թեթև միշտ հայտնվում եմ քրիստոնեության հետ մի փոքր հակասության մեջ, հա, ինչու, որովհետև քրիստոնյաները իրենք պնդում են, որ Գերագույն Աստծո ազնվորությունը մարդկության գոյության ընթացքում գեթ մի անգամ է հոգ տարել, ուրեմն կենդանիակների հոգու փրկության մասին եւ գեթ մի անգամ ուղարկել է այստեղ իր որդուն։ Արիացիները իրենք խոսում են նրա մասին, որ ուղակի հակառակը ժամանակի մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը պարբերաբար բավականին հաճախ մարմնավորումներ է տալիս, որպեսզի
ուրեմն աջակցի նյութական աշխարհում գտնվող կենդանիակներին, որոնք իրենք ներգրավված են հոգևոր զարգացման գործընթացների մեջ եւ իրենից ավելի հաճախ գալիս են այստեղ Գերագույն Աստծո ազնվորության տարբեր հոգևոր աշխարհում իր հետ տարբեր հարաբերություններ ունեցող կենդանիակները իրենք գալիս են նրա համար, որպեսզի աջակցեն Գերագույն Աստծո ազնվորությանը այդ կարևոր գործում մաքուր պահել իրական հոգևոր դաշտը, այսինքն ապահովել տեսության, այսինքն գիտելիքի մաքրությունը, ապահովել այդ ուրեմն հոգևոր դաշտի պաշտպանությունը։ Եվ Արգյունան հենց այդպիսի ազնվորություններից մեկն էր, որը ինքը Գերագույն Աստծո ազնվորության մաքրամաքուր ուրեմն ծառան էր, որը իրականում հոգևոր աշխարհում գտնվում է Գերագույն Աստծո ազնվորության հետ մտերիմ ընկերոջ հարաբերությունների մեջ։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը միշտ վերցնում է իր այդ ընկերոջը իր հետ, հա, երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ կրոնականության դաշտը պաշտպանելու։ Ուրեմն այս տեսանկյունից արդեն արդիական է դառնում իրական հոգևոր ուսուցիչ, այսինքն առաջի հերթին մենք պետք է ուրեմն համոզվենք, որ գործ ունենք իրական հոգևոր գիտելիքի հետ, որոնք են սիմպտոմները այդ գիտելիքի մենք արդեն 100 անգամ քննարկել ենք եւ ես նորից հիմա իթեթև թվարկեցի, թե որոնք են այն թեմաները, որը պետք է քննարկի իրական հոգևոր գիտելիքը։ Հաջորդը դա այդ հոգևոր գիտելիքի կրողներն են, այսինքն հոգևոր ուսուցիչները։ Եվ այստեղ ես կուզենայի մի թեթև վերադառնալ, հա, այնտեղ, որտեղ որ մենք Բհագավատամում առաջի գլխում, ասենք, տեսանք, որ երբ որ շաունական եւ մնացած բրահմանները իրենք դիմում էին Սուտը Գոսվամին եւ խնդրում էին իրան, որպեսզի ինքը հանդես գա, որպես իրենց համար հոգևոր ուսուցիչ, նրանք արտասանեցին այսպիսի տեքստեր. Պատվարժան Սուտը Գոսվամի, դու ամբողջությամբ ազատ ես բոլոր արատներից։ Դու տեղյակ ես կրոնական կյանքը նկարագրող բոլոր գրվածքներից, ինչպես նաև բոլոր Պուրանաներից և պատմական պատմություններից, քանի որ դու դրանք ուսումնասիրել ես պատշաճ ղեկավարության ներքո և անձամբ բացատրել ես դրանք։ Սուտը Գոսվամի, որպես գիտնական վեդանտիստ, դու տեղյակ ես Վեդավյասայի տիրոջ մատնավորման ուսմունքին։ Դու գիտես նաև այլ իմաստուններին, որոնք տեղյակ են ֆիզիկական և մետաֆիզիկական գիտելիքի բոլոր ոլորտներից։ Եվ քանի որ դու խոնարհ ես, քո հոգևոր ուսուցիչները քեզ շնորհել են բոլոր բարիքները, որոնք կարող է ստանալ հնազանդ աշակերտը։ Այդ իսկ պատճառով դու ունակ ես բաց անել մեզ այն ամենը, ինչ նրանք գիտականորեն բացատրել են քեզ։ Այս 3 տեքստում շաունական ինքը իրականում արտահայտեց այն ամբողջ մշակույթը, որը գործում էր արեական հասարակության մեջ։ Հոգևոր ուսուցիչ, աշակերտ, ուրեմն այդ հարաբերությունների մեջ։ Մենք տեսանք, որ շաունական ամենաառաջի գաղափարը, որ ինքը առաջ քաշեց, դա է, որ գոյություն չունի իրական կամ լավ հոգևոր ուսուցիչ, եթե ինքը չի եղել լավ աշակերտ։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը որևիցե հոգևոր գիտելիք է տեղափոխում, իսկ մենք ձեզ հետ բազմիցս խոսել ենք նրա մասին, որ իրական հոգևոր դաշտը ինքը շատ բարդ կացվածք ունի, որովհետև հոգևոր առաջընթացը ինքը տեղի է ունենում փուլերով։ Եվ արիացիները իրենք այդ հոգևոր կյանքը կազմակերպում էին ըստ նյութական մարմնի 4 կոմպոնենտների։ Սկզբում իրանք Գերագույն Աստծո ազնվորությանը զոհաբերում էին իրենց էգոիստական գործողությունները, ընդունելով Աստծուց իմինը Աստծուց,
բարոյական, ուրեմն պահվածքի կանոնները։ Հաջորդ փուլում այստեղ իրենք լուծում էին նյութական աշխարհի տառապանքներից ազատվել, նյութական երջանկության մեջ հաստատվելու խնդիրը։ Հա, մենք ձեզ հետ խոսում ենք դրա մասին, որ երբ որ այս գիտելիքը, այսինքն այս փուլի գիտելիքը կիրառվում է աստվածաբերժության դարաշրջանում, այդ տառապանքից ազատվելը ինքը բավականին հեշտ է հասնվում այդ բանի, չէ, այդ սահմանին, բայց երջանկության մեջ հաստատվելը շատ բարդ գործ է, ինչու, որովհետև որպեսզի կայանա կենդանիակի երջանկությունը, առաջին հերթին կենդանիակը պետք է լինի գեղեցիկ, կներեք առողջ, հա, երկրորդ հերթին ինքը պետք է լինի բարետես, երրորդ հերթին ինքը պետք է լինի բարգավաճ, չորրորդ հերթին ինքը պետք է շրջապատված լինի առաքինի ազնվորություններով, հա, ինքը պետք է լինի իմաստուն, ինքը պետք է լինի հզոր եւ ինքը պետք է լինի մաքուր։ Հա, մտածեք, մենք տեսանք հիմա այստեղ, չէ, որ աստվածաբերժության դարաշրջանում ծնվում են արատավոր հոգիները։ Արատավոր հոգիները իրենք իզորու չեն բան անել, էլի, ստեղծել լավ հարաբերություններ։ Եվ դրա համար, եթե հիշում եք կամ նրանք, ովքեր որ լսում են Բhagavad-ամի դասախոսությունները, մենք հենց այդ առաջի գլխի մեջ քննարկեցինք այդ գաղափարը, չէ, որ ասենք իրականում Շաուդական ինքը հենց այդպես էլ ասեց, ինքը ասեց մենք նայում ենք ապագայի մեջ եւ տեսնում ենք, որ այդ դարաշրջանում ծնվելու են ազնվորություններ, որոնք պատկերավոր ասած առավոտից երեկո վիճելու են իրար հետ։ Այսինքն իրանք չեն կարողանալու ունենալ խաղաղություն։ Իսկ եթե արտաքին աշխարհում հարաբերությունների մեջ, տնտեսական զարգացման մեջ չկա խաղաղություն, դա շատ անբարենպաստ իրավիճակ է իրական հոգևոր զարգացման համար։ Չէ, երբ որ իր շարունակային հարցը ինքը կանում էր դրանում։ Այդ դեպքում կրոնը կամ հոգևոր կյանքը որտեղ է ապաստարան գտնելու։ Եթե մենք նայում ենք եւ տեսնում ենք, որ աստվածամեժության դարաշրջանում սկսում են ծնվել հոգիներ, որոնք իրենք նախատեսված չեն մաքրությանը ապաստարան տալու գործում։ Հասկանում եք, դրա համար նախատեսված չեն, չէ՞։ Եվ հետևաբար, երբ որ աստվածամեժության դարաշրջանում կենդանիակը ինքը փորձում է զբաղվել հոգևոր կյանքով, որովհետև ինքը մնում է շրջապատված իրականում աստվածամերժ կենդանիակներով, որոնք կամ բացահայտ աշխարհիկ են, կամ կեղծ կրոնականներ են, որոնք իրենք պատրաստ են ուրիշ կենդանիակներին տառապանք պատճառել եւ բռնություն մտցնել կրոնական դաշտ, չէ՞, ապա ուրեմն այդտեղ մենք կարողանում ենք հասկանալ, որ իրական հոգևոր մարդիկ իրենք շատ ծանր իրավիճակում են հայտնվում, որովհետև չկան այն մարդիկ, որոնց շնորհիվ կարելի է լինել երջանիկ։ Հա, իհարկե, ինչ որ մի մակարդակի իրավիճակը փոխվում է, ինչ որ մի հանդարտություն կյանք մտնում է, բայց այստեղ ամենակարևորը դա ինչ որ մի խոսքն է։ Հասկանում եք, որ ինքը չի կարող լիարժեք լինել այդպես, որտեղ դու ուղղակի քո ճակատագրով ապրում ես, ասենք օրինակի ասենք, ենթադրենք մենք հիմա ապրում ենք Հայաստանում, չէ՞։ Իրականում Հայաստանում մաքրության հանդեպ հակում ունեցող կենդանիակները իրենք բավականին քիչ են։ Մեր երկրում ծաղկում են տգիտության եւ կրքի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող մարդիկ, եւ այնպես չէ որ միայն մեր երկրում։ Ուղղակի, այո, իհարկե ամեն մի պետության մեջ այդ զանգվածները իրենք ինչ-որ մի հատ յուրահատուկ երանգ ունեն, չէ, որը եւ կոչվում է իրականում ազգային պատկանելիություն, դա ընդհանրապես կեղծ եսի արտահայտություն է, չէ, ազգային պատկանելիությունը։ Եվ ուրեմն, սիրելիներս, այդ երջանկության հասնելու խնդիրը ինքը այսպես խնդրահարույց է։ Ինչու՞։ Որովհետեւ արատավոր կենդանիակները իրենք շատ հաճախ ունեն տգեղ մարմիններ։ Կամ շատ հաճախ հիվանդ մարմիններ ունեն։
ես էլ չեմ խոսում նրա մասին, որ իրանք ունեն հիվանդ ներաշխարհ, չէ՞, որը ինքը հնարավորություն չի տալիս, որպեսզի ազնվորությունը ինքը կարողանա երջանիկ կյանքով ապրել։ Մենք պետք է հասկանանք, որ ուրեմն աստվածամեժության դարաշրջանում մարդիկ իրենք մեծամասամբ լինում են աղքատ, չէ՞, նու աղքատ ոչ թե իմաստով որ արդեն փողոցում մուրում են, այլ այն իմաստով որ ոչ մի ավելորդ քայլ իրենց չեն կարող թույլ տալ, բացի հանապազորյա, հա, հասկանում եք, չէ՞, կամ աստվածամեժության դարաշրջանում հիմնական մարդկային մասսան ինքը ուրեմն չունի հզորություն, չունի մաքրություն, չունի իմաստություն, հասկանում եք, եւ եթե ես ապրում եմ այն շրջապատում, որտեղ մարդիկ իմաստություն չունեն, ինչքան էլ ուզում է ես իմաստուն դառնամ, ես միշտ ասում եմ, ցանկացած այն որակը, որը ես եմ ձեռք բերում կամ զարթեցնում իմ մեջ, չէ, եթե ավելի գրագետ խոսենք, այդ դա ինքը նպաստում է նրան, որ իմ դիմացին դե երջանիկ, երբ որ ինձ է հանդիպում, բայց երբ որ ես եմ հանդիպում, ես շփվում եմ ուրիշի տգիտության հետ, շփվում եմ ուրիշի թշնամանքի հետ, շփվում եմ ուրիշի նախանձի հետ, չէ՞, եւ եթե ես գործ ունեմ, ասենք, այդպիսի ազնվորությունների հետ, ինչպես ես կարող եմ, ասենք, լինել երջանիկ այդտեղ երջանկության մասին խոսք չկա։ Դրա համար կրոնական մարդիկ, նրանք ովքեր իրանք հորինում են կրոնական տեսություններ, իրենք շատ լավ հասկանում են, այդպես չէ՞ էլի, որտեղ այդպիսի գրվածքներ հիմար մարդիկ չեն կարող գրել։ Իրանք բոլոր դեպքերում շատ ավելի խելացի են, քան սովորական զանգվածը, չէ՞։ Եվ երբ որ իրանք գրում են այդպիսի գրվածքներ, իրանք շատ լավ հասկանում են, որ ինչ հոգևոր զարգացում են ուզում է կենդանիակը ինքը ունենա, աստվածամեժության դարաշրջանում, իր երջանկության խնդիրը կարող է մնալ չլուծված։ Ինչու՞, որովհետև ինքը շրջապատված է արատավոր բնություն ունեցող, էգոիստական հիմք ունեցող, ուրեմն կենդանի էակներով, եւ նրանք ընդհանրապես ոչ մի տրամադրվածություն չունեն եւ ոչ էլ գնահատում են, ասենք, կրոնական մարդու մաքրությունը, որովհետև իրական կրոնական դաշտը դա նշանակում է, որ այդտեղ բոլոր հասարակության բոլոր անդամները իրենք բան են, առաքինի են, իսկ ի՞նչ է նշանակում առաքինի են։ Դա նշանակում է, որ իրենք գնահատում են, եթե մնացածը բաց հիմա այս պահին թողնենք, ամենակարևորը իրենք գնահատում են դիմացինի մաքրությունը։ Եվ եթե դիմացի ազնվորությունը ինքը ունի մաքրություն, իրական կրոնական մարդիկ իրենք այդպիսի ներքին աշխարհ ունեն, որ մաքուր կենդանի էակը ինքը արժանի է երջանկության։ Հասկանում եք, եւ շփման մեջ առաքինի ազնվորությունները իրանք միշտ նպաստում են, որպեսզի առաքինության մեջ որևիցե մի ձեռքբերում ունեցող կենդանի էակը ինքը կարողանա լինել երջանիկ։ Իսկ եթե ինքը արատավոր բնություն ունի, ապա առաքինի բնություն ունեցողը սկսում է աջակցել այդպիսի ազնվորությանը, որ ինքը առաքինություն ձեռք բերի, ինչի համար, որ դառնա երջանկության արժանի ազնվորություն։ Հասկանում եք, ուրեմն սա առաջի փուլն է, չէ՞։ Հիմա երկրորդ փուլը մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, դա ազատագրումն է։ Երրորդ փուլը դա գերհոգուն սրտի մեջ տեսնելն է եւ սեփական հոգուն։ Չորրորդ փուլը գերագույն Աստծո ազնվորության հետ հարաբերությունների վերականգնումն է, չէ՞։ Մենք ձեզ հետ խոսացել ենք, որ այս բոլոր փուլերը իրանցից ամեն մեկը ունի իր սուրբ գրվածքները։ Արիացիների գաղափարախոսությունը ինքը շատ բարդ կառուցվածք ունի, հա, ուրեմն ունի իր սուրբ գրվածքները։ Բhagavad Gita-ն, որը մենք հիմա ձեզ հետ քննարկում ենք, դա արիացիների գաղափարախոսության փիլիսոփայական հիմքն է։ Դրա համար Տեր Կրիշնան վերջում կասի. «Եվ նա, ով ուսումնասիրում է իմ ու քո այս զրույցը, ես հայտարարում եմ, որ այդպիսի ազնվորությունը բանականությամբ խոնարհվում է ինձ»։ Հա, ինչու, որովհետև ընկալում է այն արժեքային համակարգը, որը մենք այստեղ քո հետ հիմա քննարկում ենք, չէ՞։ Այսինքն դրա համար մենք պետք է հասկանանք, որ Բhagavad Gita-ն ինքը բոլոր 4 փուլերի համար փիլիսոփայական հիմքն է։ Իսկ այդ որ մենք ասում ենք տարբեր սուրբ գրվածքներ կան, այդ տարբեր սուրբ գրվածքները իրենք հոգեբանական process-ները առաջ տանելու համար են, որտեվ այո,
Երբ որ կենդանիակը ինքը ուզում է լուծել իր նյութական երջանկության խնդիրը, դա մի հոգեբանություն է։ Երբ որ ինքը պատրաստ է հրաժարման մեջ մտնել նյութական աշխարհի հանդեպ, դա բացարձակ այլ հոգեբանություն է։ Չէ՞։ Երբ որ ինքը ուզում է ասենք ռեալ Աստծուն գիտակցի կամ իր սեփական հոգին, դա մի հատ լրիվ այլ հոգեբանություն է։ Եվ երբ որ ինքը արդեն պատրաստ է վերականգնել Աստծո հետ իր հարաբերությունները, դա մի հատ ուրիշ ուրեմն բան է, հոգեբանություն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն համապատասխան ամեն մի փուլը ունի իր հոգևոր ուսուցիչները։ Հիմա այստեղ մենք տեսանք, որ շարունական դիմելով Սուտը Գոսվամիին, չէ, առաջին հերթին խոսեց նրա մասին, որ դու եղել ես լավ աշակերտ։ Այսինքն դու ունեցել ես իրական հոգևոր ուսուցիչ։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև իրական, այսինքն տեսեք, Աստվածամերժության դարաշրջանում այդ հավատարմություն, դավաճանես, եսի ինչ ես, այդ բոլոր խոսակցությունները իրանք բան են, անտեղի։ Որովհետև, во-первых, ինքը մարդը կարող է լինել սխալական։ Եվ եթե նույնիսկ ինքը հանդիպել է իրական հոգևոր ուսուցչի, Աստվածամերժության դարաշրջանում մարդիկ իրենք շատ հաճախ հոգևոր ուսուցիչ են ընդունում իրենց զգայարանների հիմքի վրա։ Արտակինը դուրս եկավ, խոսալու ձևը դուրս եկավ, չգիտեմ, բան, օրինակ ազնվորությունը, որին ես սկզբում բակտի յոգայի մեջ ընդունել էի ինձ համար որպես հոգևոր ուսուցիչ, չէ, ես շատ այդպիսի կանայք գիտեի, որոնք իրանք այդ ազնվորությանը ընդունում էին որպես հոգևոր ուսուցիչ, որովհետև իրեն ակնոցներ էր սազում։ Եվ երբ որ ինքը ակնոց էր հագնում, ինքը դառնում էր բավականին հմայիչ ազնվորություն։ Եվ այդ հիմքի վրա մարդիկ ընդունում էին հոգևոր ուսուցիչ։ Հասկանում եք։ Հետո անցնում էր մի որոշ ժամանակ, իրենք իրենց համար հայտնաբերում էին, որ այդ ազնվորությունը ինքը այդքան էլ խորը ազնվորություն չի, հա, եւ հայտնվում էին այդ իրավիճակի առաջ, որ բա հիմա ինչ անենք։ Ուրեմն դրա համար այո, իհարկե, դա հատուկ բախտ է, հատկապես Աստվածամերժության դարաշրջանում, դա հատուկ բախտ է հանդիպել իրական հոգևոր ուսուցչի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը այդպիսի բախտի արժանանում է, որ ինքը հանդիպում է իրական հոգևոր ուսուցչի, իսկ սիմպտոմը որն է։ Իրական հոգևոր ուսուցիչը ինքը կարողանում է իր աշակերտներին հաստատել մաքրության մեջ։ Ընդ որում, այո, իհարկե, մի ձեռքը երբեք ծափ չի տալիս։ Եվ ցանկացած հարաբերություն, որի մասին մենք խոսում ենք, մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հարաբերությունների մեջ պետք է տեղի ունենա երկկողմանի ջանքեր, որպեսզի այդ հարաբերությունները իրանք ճիշտ ընթանան։ Հիմա, իսկ որն է ճիշտ ընթացքը հոգևոր ուսուցիչ աշակերտ հարաբերությունների մեջ։ Ճիշտ ընթացքը դա նա է, որ հոգևոր ուսուցիչը ինքը ունի կատարյալ գիտելիք նրա մասին, թե ինչպես պետք է ընթանա հոգևոր զարգացումը։ Որն է որակավորում ունեցող աշակերտը։ Դա նա է, ով շահագրգռված է այդ գիտելիքի մեջ, այսինքն ով ընդունում է իր հոգևոր ուսուցչից այդ գիտելիքը եւ կիրառում է դա։ Չէ՞։ Այսինքն Աստվածամերժության դարաշրջանում մենք կարող ենք շատ հաճախ հանդիպել այդպիսի իրականության, որ օրինակ ազնվորությունը ինքը անկեղծ ազնվորություն է եւ անկեղծ հոգևոր զարգացում է ուզում, հա, եւ բայց գնում է եւ ազդեցության տակ է ընկնում եւ ընտրում է մի հոգևոր ուսուցիչ, որը իրականում Աստծո տեսանկյունից, մեղմ ասած, այդքան էլ որակավորում ունեցող հոգևոր ուսուցիչ չի։ Սա մի խնդիր։ Երկրորդ խնդիրը կա իրական բարձր որակավորում ունեցող հոգևոր ուսուցիչ, հա, եւ կան ազնվորություններ, որոնք իրանք մեկը ինչ որ հետաքրքրությունից, այն մյուսը, չգիտեմ, ինչ որ նյութական մոտիվներից, բան, գալիս են եւ ընդունում են այդ ազնվորությունը որպես հոգևոր ուսուցիչ, լսում են նրան գիտելիքը եւ չեն կիրառում։ Եվ այդ ժամանակ
իրական հոգևոր ուսուցիչն է այս անգամ հայտնվում հիմար վիճակում, հենց այն վիճակում, որ Հիսուսն ասում էր մի շպրտի մարգարիտներ խոզերի առաջ։ Տեսեք չէ, որ Հիսուսի այդ հայտարարությունը, որը իրականում նաև արիացիների սկզբունքն էր, եթե հաշվի առնենք, որ արիացիները շատ ավելի առաջ էին, քան Հիսուսը, ուրեմն այստեղ բան է, էլի խնդրահարույց է, թե ով է առաջինը դա ասել, բայց ասենք այդ սկզբունքը, չէ, ինքը շատ կարևոր սկզբունք է։ Ու տեսեք, ինքը այստեղ թվում է, որ հակասություն կա, որովհետև Հիսուսի արժեքներից մեկը, այդ ինչ որ ինքը այսպես էլի շատ մեծ դերակատարություն է կատարել բանում, մարդկության հոգևոր զարգացման մեջ, չէ, այդտեղ հիմնաքարերից մեկը կայանում է նրանում, որ Հիսուսը ինքը ողորմածության մասին էր խոսում։ Չէ, այսինքն ինքը խոսում էր նրա մասին, որ բոլոր ազնվորությունները իրենք կրոնը ընդունում է բացարձակապես բոլորին։ Եվ իր Հիսուսի քարոզի հիմքը դա ողորմածության գաղափարներն էր։ Եվ որի ծայրահեղ արտահայտումը դա վերջին նախադասությունն էր, որը ինքը ասեց։ Ներիր դրանց հայրին, չեն հասկանում ինչ են անում։ Չէ՞, եւ դա ողորմածության սիմպտոմներ։ Չէ՞։ Հիմա տեսեք, այն ազնվորությունը, որը ինքը ողորմածություն էր քարոզում, եւ դա նշանակում էր, որ ամենաընկած հոգիները կարող են գալ կրոնի մեջ եւ ստանալ Աստծո պաշտպանությունը, միաժամանակ ասում էր մարգարիտներ մի շպրտի խոզերի առաջ։ Չէ՞, տեսեք, ինչ որ թվում է, որ հակասություն է, չէ՞, բայց իրականում ոչ մի հակասություն չկա, որովհետև այո, կրոնը ինքը ընդունում է բոլորին, բայց հետո բոլորից պահանջում է մաքրագործման ճիգեր։ Եվ եթե ազնվորությունը ինքը մաքրագործման, հոգու մաքրագործման process-ի մեջ չի մտնում, իրական կրոնը այդպիսի ազնվորությանը դուրս է մղում իր միջից։ Այդպիսի ազնվորությունը չի կարող մնալ իրական կրոնական դաշտում։ Հասկանում եք, եւ այն ազնվորությունը, որը ինքը հանդիպել է իրական հոգևոր ուսուցչի, ստանում է իրանից բացարձակ տրանսցենդենտալ գիտելիք եւ չի կիրառում այդ գիտելիքը, հա, տեսեք, այսինքն ինքը ուներ յուրահատուկ բախտ, որ արժանացել էր դրան, որ հատկապես աստվածամերժության դարաշրջանում ինքը ուրեմն հանդիպել է իրական ուսուցչին։ Չէ, ես միշտ պատմում եմ, որ եկավ մի պահ, երբ որ իմ ամուսինը, ինքը մենք միշտ այսպես լուրջ խորացած ենք եղել, էլի հույսով եմ Աստծո ողորմածությամբ հոգևոր կյանքի մեջ, ամենայնպես անկեղծ միշտ ուզել ենք այս գաղափարախոսության միջով այնպես էլի փորձարկենք, թե սա ինչ ճանապարհ է вообще եւ ինչ արդյունքներ կարելի է այն արդյունքները, որի մասին խոսում է այս տեսությունը, ինքը այդ արդյունքները ռեալ տալիս է թե ոչ, չէ՞։ Եվ եկավ մի պահ, երբ որ իմ ամուսինը իր սենյակից դուրս եկավ ու այսպեսի մի հայտարարություն արեց ինձ, ասեց, գիտես, Արջի, հիմա այս պահին, եթե աշխարհում կա գոնե մի հատ իրական մաքուր նվիրյալ, ես իրան կհանդիպեմ։ Այսինքն ինքը այսպես շատ պարտաճանաչ աշակերտ է եղել միշտ, չէ՞։ Եվ ասենք, երբ որ ինքը իր զարգացման մեջ հասավ այն կետին, որտեղ ինքը արդեն պիտի իր մեջ քննարկեր Աստծո եւ կենդանի էակների հարաբերությունները, իսկ այդ գիտելիքին տիրապետում են միայն մաքուր նվիրալները Աստծո, որոնք իրենք հիշում են իրենց հարաբերությունները Աստծո մասին, հիշում են Աստծուն, թեկուզ եւ գտնվում են նյութական աշխարհում եւ պարզ կարող են նկարագրել նրան իր ամենամանրամասներով, թե գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչպիսի բնավորության տեր է եւ ինչ հարաբերություններ է կառուցում եւ որն է կենդանի էակի երանության աղբյուրը այդ հարաբերությունների մեջ, չէ՞։ Ուրեմն, սիրելիներս, այս տեսանկյունից, չէ՞, այնքը այդպիսի հայտարարություն արեց։ Եվ ես շատ լարվեցի, լավ իմաստով լարվեցի եւ այսպես սրտատրոփ սպասում էի։ Այդ ժամանակ սկսեցին տեղի ունենալ հետաքրքիր իրավիճակներ։ Ես վստահ էի նրա անկեղծության մեջ,
հույսով եմ, որ մենք երկուսով էլ միշտ շատ անկեղծ ենք եղել այս դաշտում, հա, եւ ուրեմն հիմա նայում եմ, ինքը տենց դուրս եկավ, այդպիսի պատասխանատու բան ասեց։ Իսկ այդ պահին, այնտեղ որտեղ որ մենք գտնվում էինք, տիրույթը հոգևոր, համարվում էր, որ դա այսպես բան էլի, նոր շարժում է, թարմ եւ այդտեղ լիքը մաքուր նվիրալներ կան եւ այլն եւ այլն։ Ну, մենք արդեն գնահատել էինք այդտեղ բոլոր մարդկանց, որ առանձնապես այդտեղ ոչ մեկ ինչ-որ մի երևակայելի իրականում որակավորում չունի։ Եվ մի օր այդպես մեզ բերեցին մի հատ ուրիշ հոգևոր ուսուցչի բաները, գրվածքները, նրա դասախոսությունները։ Իմ ամուսինը այսպես մեծ ոգևորվածությամբ վերցրեց այդ լեկցիաները, փակվեց իր ասենյակում եւ սկսեց լսել։ Որպեսզի համոզվի էլի, որ ասենք դա այն մաքուր նվիրալն է, թե չէ, հա։ Մի քանի օր հետո ուրեմն ես տեսա, որ իմ ամուսինը ինքը սենյակից դուրս եկավ հանգած աչքերով, ու դե ես հասկացա, որ չէ, այդ աստավորությունը ում վրա, որ ինքը հույս ուներ, որ դա միգուցե մաքուր նվիրալ է, պարզվեց, որ այդքան էլ մաքուր չի, այսինքն այդքան էլ լավ տեղյակ չի այդ վերջին փուլի գիտելիքին էլի Աստծո հետ հարաբերությունների, որտեվ Աստծո հետ հարաբերությունները կարողանում են նկարագրել, ես նորից եմ կրկնում, միայն մաքուր նվիրալները, նրանք ովքեր հիշում են իրենց, նրանք ովքեր հիշում են հոգևոր աշխարհը, այսպես ասենք, որ եւ ինքը այդպես հանգած աչքերով դուրս եկավ եւ ասեց, չէ, ինքն էլ չի, չկա փաստորեն։ Հետո բավականին երկար ժամանակ ինքը այդ սպասողական ռեժիմի մեջ մի օրերը անցնում էին, այդպիսի ոչ գիտելիք էր գալի, ոչ գրքեր էին գալի, ոչ եսի ինչ, եւ օրերից մի օր, երևի մի քանի ամիս հետո դուրս զանգեցին, ես բացեցի մեր ընկերներից մեկն էր, որը այդ պահին գնացել էր Հնդկաստան, մենք այդ ժամանակ ճիշտ ասած այնքան վատ էինք ապրում, որ շաբաթը 5-ից 7,000 դրամով ոչ մեկ չի կարող, չէ՞ մտածել, որ ինքը երբևիցե կկարողանա Հնդկաստան գնալ կամ ինչ-որ հարցեր լուծել։ Եվ մեր ընկերներից մեկը գնացել էր Հնդկաստան եկել էր, երբ որ դուռը բացեցի, ինքը այսպես շարված գրքերը իր այսպես ձեռքերի մեջ, դեմքը հավարյա փակել էր այդ գրքերի քանակությունը, եկավ ներս եւ բերեց մեզ Բաքցի յոգայի մեջ մեծ հեղինակությունների գրքերը, որոնք իրենք ապրել էին 500 տարի առաջ եւ անցյալ դարի սկզբներում։ Այդ մաքուր նվիրալներից մեկը վերջում պարզվեց, որ դա իմ հավերժ ուսուցիչն է, Բաքսիվինոդ Թակուրը, որի մասին ես խոսում եմ հաճախ, հա, ու այ մամսուրը վախվա ուրախացավ, Արմեն ջան, բավշո, գրկեցին իրար, ես իմի չկասես, ես քո համար եմ բերել, սա հեղինակությունների գրքերն են։ Եվ ուրեմն այդ ժամանակ ինքը այսպես նորից նայեց ինձ, ասեց կենդանի ոչ մեկ չկա։ Всё, ասիկա ես մնացի այս գրքերի վրա։ Ու ես հետո ես էլ արդեն հասկանում էի, որ ինքը այդ գրքերը, որտեղ լեզվին է տիրապետում, այդ գրքերը կկարդա, հետո մեզ կպատմի եւ մենք էլ համապատասխան իր հետ միասին զարգացում կունենանք։ Եվ ինքը այդպես առանձնացավ իր ասելյակում եւ ամեն անգամ այդտեղից դուրս էր գալի ավելի ու ավելի փայլուն աչքերով, ավելի ու ավելի փայլուն աչքերով, որտեղ իրականում, ասենք, իրական հոգևոր ուսուցչի հանդիպելը, այո, իհարկե դա մեծ բախտ է։ Եվ դու այդ տեսանկյունից, օրինակ, ես ինձ էլ եմ համարում շատ բախտավոր հոգի, որովհետեւ այո, միշտ բախտս բերել է լավ ուսուցիչներ ունենալու մեջ, թե ինչքանով լավ աշակերտ եմ եղել, չգիտեմ, բայց որ լավ ուսուցիչներ եմ ունեցել, դա հաստատ է։ Այսինքն թե նույնիսկ զարգացման մեջ ինչ-որ թերություն կա, դա ոչ թե դրանից է, որ հոգևոր ուսուցիչս է ինչ-որ թերություն ունեցել, այլ որտեվ ես եմ թերանում երևի, չգիտեմ։ Հասկանում եք սերիներս, չէ՞։ Ուրեմն այդ լավ հոգևոր ուսուցչին հանդիպելը, իրական գիտելիք իրանից ստանալը եւ այդ գիտելիքը արհամարելը, իսկ մենք արհամարում ենք, եթե իրան չենք կիրառում, չէ՞։ Դա նշանակում է
հասցնել հոգևոր ուսուցչին վիրավորանք։ Հոգևոր կյանքում վիրավորանքի թեման ինքը շատ կարևոր թեմա է, որովհետև եթե մենք վիրավորանք ենք հասցնում աստվածային որևիցե մի բանին, չէ, մեր իսկ հոգևոր կյանքը ինքը իրականում շատ մեծ կորուստներ կարող է ունենալ այդտեղ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն, այստեղ արդիական է դառնում այդ կարևոր է դառնում այդ խոսակցությունը, որ մենք որտեղից է առաջանում այդ լավ բախտը, որ մենք հանդիպենք իրական հոգևոր ուսուցչի, որի գիտելիքի հետ շփումը մեզ կդարձնի իրականում կատարյալ երջանիկ։ Հասկանում եք, եւ եթե մենք հանդիպել ենք այդպիսի ուսուցչին, այն զգացմունքները, որը կարելի է ունենալ այդպիսի ուսուցչի հանդեպ, դա նկարագրելու բան չի։ Անձնավորությունը ինքը պիտի շատ տականք լինի, էլի, հասկանում եք, որ այդպիսի հոգևոր ուսուցչի հանդիպի եւ կենտրոնանա նրա վրա, որ իր մեջ կեղտման գա։ Հիմա, սիրելիներս, այսինքն այստեղ այդ խնդիրը ինքը շատ կարևոր է, որակավորում ունեցող ուսուցիչ եւ որակավորում ունեցող աշակերտ։ Ես ամեն անգամ այդ թեման շեշտում եմ, որովհետև մեր ժամանակներում ընդունված է ցեղ շպրտել հոգևոր ուսուցիչների վրա եւ ընդհանրապես ուշադրություն չդարձնել այն թեմային, թե ինչպես ես միշտ ասում եմ, թե ինչպիսի այլանդակություններ կարող են իրաց թույլ տալ աստվածամեժության դարաշրջանի աշակերտները, թե ինչպիսի նույնպես տնավարի ասած, ինչ օիններ կարող են այդ մասնավորությունները խաղալ հոգևոր ուսուցչի գլխին, դա մենակ Աստված գիտի։ Հասկանում եք։ Ուրեմն դա երկկողմանի է, որտեղ ցանկացած հարաբերություն ինքը երկկողմանի է։ Եվ երբ որ հարաբերությունները չեն ստացվում, դա միշտ չի, որ մեղավորը միայն մի հոգի է։ Տվյալ դեպքում մեղավորը միայն հոգևոր ուսուցիչն է։ Հասկանում եք, ինչի որ սովորաբար այդպես է խոսացվում, դա ճշմարտությանը չի համապատասխանում։ Հասկանում եք։ Օրինակ ասենք, ես իմ մեջ ես շատ լավ գիտեմ, որ եթե հանկարծ ես երևիցե Աստված կարոտ պահի թարսվեմ բhakti յոգայի հանդեպ, չէ՞, ես իմ մեջ հաստատ գիտեմ, որ այդտեղ մեղավորը մենակ ես կարող եմ լինեմ, որտեղ ես գործ ունեմ մի հոգևոր ուսուցչի հետ, որի ամեն մի տառը, որը ինքը գրել է, ես պատրաստ եմ այդ ամեն մի տառին խոնարհվեմ։ Այնքան մաքրություն, այնքան խորություն, այնքան իմաստություն ունի այդ անձնավորությունը, որ ասենք տարիներ շարունակ ես խորասուզված եմ իր մտածելակերպի մեջ եւ չեմ կարողանում էլի գտնել այն սահմանը, որից հետո ինքը որպես անձնավորություն կամ որպես գաղափարակիր ինձ համար դառնա անհետաքրքիր։ Հասկանում եք, այսինքն այդտեղ պետք է լինել օբյեկտիվ։ Հիմա, ուրեմն մենք տեսանք, որ այն տեքստերը, որը ես կարդացի, մենք այդտեղ տեսանք, որ իրականում հոգևոր ուսուցիչները իրանք ուրեմն իրանց նկատմամբ առաջնային պահանջը դա նա է, որ անձնավորությունը պետք է լինի արատներից ազատ, չէ՞։ Որովհետև տեքստը ինքը հենց այդպես էլ ասեց, որ դու բան ես, արատներից ազատ ես։ Արատներից ազատ վիճակը դա նշանակում է, որ մարդ ինքը ազատ է նյութական գոյավիճակների ազդեցությունից։ Իսկ այդ նյութական գոյավիճակների ազդեցությունը ինքը ունի իր սիմպտոմները։ Այսինքն, որpեսզի մենք կարողանանք հասկանանք ինչ է նշանակում տրանսցենդենտալ մարդ, մենք պետք է շատ լավ իմանանք, թե ինչպիսի սիմպտոմներով է արտահայտվում այն գաղափարը, որ կենդանիակը ինքը գտնվում է նյութական գոյավիճակների ազդեցության տակ, որտեղ մենք ձեզ հետ քննարկել ենք, որ ըստ արիացիների նյութական աշխարհում կենդանիակներին պահող կոմպոնենտը դա գոյավիճակների ազդեցությունն է։ Ինչու՞, որտեղ գոյավիճակները իրանք պատճառահետևանքային կապերն են։ Եվ եթե մենք շփվել ենք սկզբի հետ, այդ օրինաչափությունների սկզբի հետ շփվել ենք, մենք դատապարտված ենք այդ ճանապարհը մինչև վերջ անցնել։ Ես սովորաբար ասում եմ, որ գոյավիճակները իրենք նման են խողովակի։
Եթե դու մտար խողովակի մեջ, դու այնտեղ էլ աջ ձախ անելու ոչ մի հնարավորություն չունես, դու պիտի այսպես ուղակի գնաս, այդտեղ հետ գնալ չի լինում։ Եթե մտար, միայն առաջ եմ բրդում քեզ։ Եվ եթե դու առաջ ես գնում, դու դատապարտված ես այդ ճանապարհն անցնես եւ ստանաս այդ գոյավիճակի հետևանքը, չէ՞։ Եվ գոյավիճակները իրենք ունեն իրենց արտահայտությունները։ Այսինքն, երբ որ կենդանիակը ինքը շփվում է նյութական գոյավիճակների հետ, այդ շփումները իրենք տեղի են ունենում, մոտավորապես 10 սկզբունքով, չէ՞, որտեղ տգիտության գոյավիճակի հետ շփում առաջին հերթին դա մսակերությունն է, այսինքն պատրաստակամությունը խլել ուրիշ կենդանիակի կյանքը 20 սանտիմետրանոց լեզուն բավարարելու համար, որը ինքը բռնության հակում է, եւ սա ամենակոպիտ բռնության հակումն է, երբ որ կենդանիակը ինքը պատրաստ է ուրիշի կյանքը խլի իր կյանքը ապահովելու համար։ Տգիտության գոյավիճակի հետ շփում է նաև թմրամոլությունը, ծխախոտ, խմիչք, տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ այլն, չէ՞։ Հիմա թմրամոլությունը ինքը բթացնում է բանականությունը։ Երբ որ կենդանիակը ինքը բթացած բանականություն ունի, չէ, ինքը չի կարող, ասենք, ոչ իր երջանկությունը կազմակերպել, ոչ էլ ուրիշի, այսինքն մսակերությունը եւ թմրամոլությունը, սրանք շատ լուրջ արատներ են, որից առաջինը խոսում է նրա մասին, որ կենդանիակը ինքը թշնամություն ունի ուրիշ կենդանիակների հանդեպ եւ բռնության հակում, հա, թմրամոլությունն էլ ինքը նշանակում է, որ ազնվորությունը ինքը ընդհանրապես ոչ մի որակավորում չունի հարաբերությունների, երջանկության, եսի միջի։ Հաջորդը դա մոլախաղերն են։ Մոլախաղերը դա արդեն կրքի գոյավիճակի հետ շփումն է, որտեղ անձնավորությունը ինքը մսխում է ռեսուրսը, չէ՞։ Հաջորդը դա հակառակ սեռի հետ ազատ շփումն է։ Եվ մենք քննարկել ենք, որ բաքցի յոգայում, երբ որ անձնավորությունը ինքը գալիս է, մանտրայի հզորության շնորհիվ այս 4 սկզբունքները մարդիկ իրենք շատ հեշտ վերցնում են եւ սկսում են պահել։ Հա, հիմա սա այս մսակերություն, թմրամոլություն, մոլախաղեր եւ սեռական կյանքի կարգավորում, չէ՞, տեսեք, եթե մենք ուշադիր նայենք, այս բոլոր 4 կետերը, իրանք դա կոպիտ մարմնի շփումն է ցածր գոյավիճակների հետ, բայց գոյություն ունի նուրբ, ուրեմն նուրբ շփում, այսինքն մտքով եւ բանականությամբ շփումը տգիտության եւ կրքերի գոյավիճակի հետ, չէ՞։ Ուրեմն ազնվորությունը ինքը գտնվում է ցածր գոյավիճակների ազդեցության տակ, եթե իր բանականության կամ մտքի մեջ կա բռնություն կամ նախանձ, բռնության հանդեպ հակում կամ նախանձ։ Երբ ենք իմանում իր մտքի մեջ բռնության հանդեպ հակում կա, թե չէ, ինքը լինում է ջղայն, հա, եւ ինքը իր մտքով եւ բանականությամբ գտնվում է տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ, եթե կարող է լինել դաժան, հա, եթե մշտական ջղայն է, եթե կարող է կատարել անազնիվ քայլեր, եթե կարող է լինել կեղծավոր, այսինքն մտածել մի բան, խոսալ մի ուրիշ բան, հա, երբ որ կարող է արհամարանք ունենալ հեղինակությունների կամ ավակների հանդեպ, երբ որ ինքը իր մեջ ունի տրփանք, հա, երբ որ ինքը ունի եսակենտրոնություն, այսինքն մտածում է եւ մտահոգ է միայն իր մասին եւ իր մտերիմների, հա, երբ որ ինքը չունի մտքի մաքրություն, երբ որ ինքը քաղաքավարի չի, երբ որ ինքը պատրաստ է կործանարար գործողությունների։
որոնք են կործանարար գործողությունները, այսինքն երբ որ ինքը պատրաստ է անել այնպիսի արարքներ, որոնք ավիրում են կամ իր կյանքը կամ ուրիշ կենդանի էակների։ Հասկանում եք, այս բոլոր սիմպտոմները, չէ՞, այդպես էլ մոտավորապես 15 սիմպտոմ է, էլի պիտի որ գա։ Այս բոլոր սիմպտոմները իրանք խոսում են նրա մասին, որ կենդանի էակը իր կոպիտ եւ նուրբ մարմնով գտնվում է տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ։ Նա, որ գտնվում է այդ ազդեցության տակ, հասկանում եք, նա ոչ մի աստվածային բան իր մեջ չի կարող ունենալ։ Ինքը չի կարող լինել ազատագրված հոգի։ Հասկանում եք, հա? Հիմա, ուրեմն, մենք այստեղ կարողանում ենք հասկանալ, կներեք ես պետ այստեղ, հա? Այսինքն, եթե հոգևոր ուսուցիչը ինքը գտնվում է տգիտության եւ կրքերի գոյավիճակների մեջ, ինչ է դա նշանակում, որ ինքը կեղծ հոգևոր ուսուցիչ է։ Եվ դրա համար հայրացիները իրենք այս բոլոր պահանջները հոգևոր ուսուցչի առաջ դնում էին։ Այսինքն ինքը առաջին հերթին պետք է ունենար մաքրության, առաքելության մեջ հաստատված բնություն։ Երկրորդը դա նա է, որ ինքը պետք է ունենա գիտելիք։ Եվ այստեղ իրականում կան նրբություններ։ Օրինակ, տեսեք, ասենք, ես չեմ թաքցրել դա երբեք, որ արդեն մոտավորապես 15 տարի է, որ ես աշակերտներ եմ ընդունում բակցիի մեջ։ Սա իմ բազմազան հոգևոր կյանքերից առաջի կյանքն է, երբ ես աշակերտներ եմ ընդունում։ Եվ օրինակ ամենասկզբում, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինչ-որ կերպ հասկացրեց ինձ, որ ինքը ուզում է, որպեսզի ես այդ գործընթացի մեջ մտնեմ, դա չի կարող լինել, էլի սեփական կամքով։ Դու չես կարող տես ինքդ քեզանով, եթե դու ինքդ քեզ նշանակեցիր, ուրեմն դու ինչ-որ կեղծ process-ների մեջ ես։ Դա անպայման պետք է լինի, կամ հոգևոր ուսուցիչը պետք է հաստատի, որ դու հոգևոր ուսուցիչ ես, կամ Գերագույն Աստծո անձնավորությունը։ Գերագույն Աստծո անձնավորությունը դա անում է ներսից, դա շատ բան process է գողտրիկ, որի մասին չի կարելի խոսել, հա, դե արտաքինից էլ արդեն, եթե դու ունես հոգևոր ուսուցիչ, ապա ինքը ասում է դրա մասին, անմիջապես դրանից առաջ, որ ես սկսեցի աշակերտներ ընդունել, տեղի ունեցավ այդպիսի մի իրադարձություն, որտեղ ես այդ իսկոն կոչվածի մեջ այնպես ստացվեց, որ գնացինք Մոսկվա, այնտեղ այդ իսկոնին աջակցելու համար եւ սկսեցինք դասախոսություններ կարդալ։ Երբ որ մենք սկսեցինք դասախոսություններ կարդալ, շատ արագ հայտարարվեց, որ մենք հոգևոր ուսուցիչներ ենք եւ մեզ ուրեմն պետք է այդ պաշտոնը պիտի տանել է արդեն։ Հետո երբ որ այնտեղի ղեկավարները հասկացան, որ մեր գիտելիքը իրանց գիտելիքից ավելի խորն է, սկսեցին ընկալել մեզ որպես մրցակիցներ, եւ ինչպես այդտեղ հեղինակություններից մեկն էր ասում, Չեյտանյա Չանդրան, ինքը ինձ այսպես ասաց մատը ջարջի, դուք հասկանում եք, չէ, որ ֆաս կոմանդայի տակ եք ընկել, էլի։ Ու այնտեղի պարագլուխները անմիջապես պատերազմ հայտարարեցին մեզ, եւ այդ բանը, ես իրանց էլ ասեցի, հիմա երբ որ դուք արդեն այս գործողությունները սկսեցիք, ուրեմն դուք որակավորում չունեցող մարդիկ եք, որտեվ դուք հայտարարություն եք արել, որ մենք ունենք հոգևոր ուսուցիչների ուրեմն բան, որակավորում, հետո կասկածի տակ եք դա դրել։ Ուրեմն դուք գնահատել չգիտեք։ Եթե դուք գնահատել չգիտեք, այսինքն դուք կամ այն ժամանակ եք սխալվում, հիմա եք ճիշտ, կամ հակառակը։ Այն ժամանակ եք ճիշտ, հիմա եք սխալվում։ Բոլոր դեպքերում էլ դա խոսում է նրա մասին, որ դուք հոգևոր ուսուցիչներ չեք, որովհետև չեք կարողացել անմիջապես գնահատել դիմացինի որակավորումը։ Հա, եւ վերջ, այդտեղ խոսակցությունը վերջանում է, պրիվետ, գնացեք ինչ ուզում եք եղեք, հա։ Եվ ուզում եմ ասեմ, որ արտաքինից այդ սիմպտոմը, այդ արտաքինից էլ այդ բանը կար էլի, որ Գերագույն Աստծո անձնավորությունը հասկացնում էր, որ այդ գործը արեք։ Հա, ինչի համար եմ սա հիշում։ Երբ որ ես սկսեցի աշակերտներ ընդունել, շատ մի հատ բան
կարևոր խնդրի առաջ կանգնեցի, դե առաջի անգամ եմ հոգևոր ուսուցիչ, բարձ է որ ինչ որ ուսուցման process պիտի անցնեմ, արդեն որպես հոգևոր ուսուցիչ ինչ որ որակավորում պիտի ձեռք բերեմ, որտեվ առաջի բանը, որը ես իրականացրեցի, դա նա է, որ դու ինչ որ մակարդակ ունես, դա դեռ չի նշանակում, որ դու որակավորում ունեցող ուսուցիչ ես։ Որն էր էլի գլխավոր բանը թեման, առաջի խնդրը, որի հետ ես շփվեցի, երբ որ ես սկսեցի աշակերտներ ընդունել։ Ես եւ իմ ամուսինը մենք մաքսիմալիստներ ենք, երկուսս էլ հոգևորի մեջ, երբ որ մենք ամեն ինչի մեջ, մեր բնությունը, մեզ այդ բնությունը շատ ուժեղ ամրապնդում էր իրար հետ, էլի, երկուսիս բնությունն էլ այդպես էր, որ եթե մենք երթանիչ մի բանով զբաղվում ենք, մենք դրանով զբաղվում ենք լուրջ։ Հա? Եվ օրինակ ասենք, եթե հոգևոր կյանքով ենք զբաղվում, մենք շատ արագ, այսպես ամեն ինչը թողնել ենք մի կողմ եւ զբաղվում ենք միայն դրանով, որ շատ արագ հոգևոր արդյունքներ ստանանք։ Եվ երբ որ ես սկսեցի աշակերտներ ընդունել, ես իմ մեջ այդպիսի չգիտակցված համոզմունք ունեի, որ սա այնպիսի գիտելիք է, որ դա հնարավոր չի, որ մարդը ինքը այս գիտելիքը իմանա ու ընդհանրապես вообще ինչ-որ մի հատ դանդաղ տեմպով առաջ գնա։ Սա մի գիտելիք է, որը քեզ հնարավորություն է տալիս ռեակտիվ արագությամբ գնալ։ Եվ ես ակնկալում էի, որ ցանկացած մարդ, որը իմ հետ կշփվի, իմ փորձը պիտի վերցնի եւ արագ պիտի շարժվի հոգևոր կյանքում։ Ուրեմն, սիրելիներս, այդ իլյուզիայից ինձ հանելու համար, այսինքն առաջի խնդիրը հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը եւ իմ հոգևոր ուսուցիչը, անկախ նրանից, որ ինքը հիմա այստեղ չի, հա, անցյալ դարաշրջանի սկզբում է ինքը գործել, ես իրան այս կյանքում երբեք չեմ տեսել, ինքը գրքերով է իմ ուսուցիչը դարձել, հա, իրանք սկսեցին ինձ դաստիարակել, որ ես պիտի ակնկալիք չունենամ, որ իմ աշակերտը իմ տեմպերով է շարժվելու։ Ինչ արեց իմ ուսուցիչը։ Ես համարյա խելագարվում էի այդ ժամանակ, հա, ուրեմն ես սովոր եմ, որ այսպես էլի լոնքերով առաջ գնալու process պիտի լինի։ Ուրեմն աշխարհում պատկերավոր որ ասեմ, ինչքան կրիա կա տարբեր զանազան տեսակների բերեցին եւ տվեցին ինձ որպես աշակերտներ։ Ուրեմն ես ասենց բարեմանում, որ ես թռիչքով իրաց տանեմ, իրանք այնտեղ այսպիսի քայլերով արդեն մեկ էլ հայտնաբերում եմ, որ եսի որտեղ եմ գնացել, այս երեխաները ղեղջերը մնացել են, եսի որտեղ հետ եմ վերումս ու ես մինչև ինձ կարողացա ջարդեմ, որ վերադառնամ այդ կետին, որ իմ դիմացինը պարտադիր չի, որ հոգևոր կյանքում շարժվի իմ տեմպով եւ ինքը կարող է լինել կրյա եւ դա Գերագույն Աստծո ազնվորության կողմից ընդունվում է եւ ես էլ պիտի ունենամ համապատասխան համբերությունը, որ այդ կրյայի տեմպով իրան առաջ տամ։ Հասկանում եք, այսինքն հոգևոր ուսուցիչը ինքը իր հերթին ինքն էլ իր process-ները ունի, որը ինքը անցնում է, չէ՞։ Եվ ուրեմն այ մենք պետք է հասկանանք, որ եթե հոգևոր ուսուցիչը ինքը տգիտության եւ կրքերի գոյավիճակից դուրս է եւ դուրս է համել առաքինության գոյավիճակից, որտեղ առաքինության գոյավիճակը դա իր մեջ մի հատ տրամադրություն է պարունակում, բարիություն նյութական մարմնի հանդեպ։ Այսինքն բարիություն, որը դրսևորվում է կենդանիակի կեղծ իլյուզոր մարմնի հանդեպ։ Հասկանում եք, եւ երբ որ ազնվորությունը ինքը գտնվում է նյութական գոյավիճակների ազդեցության տակ, ինքը ոչ մեկի հոգևոր զարգացումը չի կարող ապահովի։ Հասկանում եք, բացարձակապես ոչ մեկի։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է, չէ՞։ Ուրեմն հաջորդ կետը, որը քննարկեց
շարունական այն տեքստերում, որը ես տեսաբար նոր կարդացի, դա նա էր, որ Սուտը Գոսվամին ինքը շատ քաջատեղյակ էր սուրբ գրվածքների մեջ։ Հասկանում եք։ Եվ մենք այո, իհարկե պետք է հասկանանք, որ գուրու դա նշանակում է գիտելիքով ծանր։ Եվ չկա այդպիսի հոգևոր ուսուցիչ, որը ինքը վատ գիտի հոգևոր սուրբ գրվածքները։ Բայց կան այդպիսի, այսպես կոչված ուսուցիչներ, որոնք սուրբ գրվածքները անգիր գիտեն, բայց սրտի մեջով չեն անցկացրել, այսինքն այդ գիտելիքի իրականացումը չունեն։ Հա? Հիմա, ուրեմն այստեղ երկու խնդիր կա, որպեսզի ազնվորությունը ինքը կարողանա հասկանա հոգևոր ուսուցչի հետ գործ ունի, թե ոչ։ Առաջինը դա նա է, չէ, որ ազնվորությունը ինքը, ուրեմն այդ գունաներից պիտի մենք սիմպտոմները խոսացինք, այդ գունաներից պետք է դուրս լինի։ Հա, այսինքն ինքը պետք է կենտրոնացած լինի հոգու շահերի վրա։ Եվ պետք է շատ լավ տիրապետի այդ գիտելիքին, ինչպես հոգուն դուրս բերել նյութական աշխարհի ճիրաններից։ Հիմա երկրորդը դա նա է, որ ազնվորությունը երկրորդ պահանջը, այսինքն առաջի պահանջը դա հոգևոր ուսուցչի մաքրությունն է։ Միայն այն ազնվորությունը, որը ինքը մաքրության է հասել, միայն այդ ազնվորությունը կարող է իրան թույլ տալ, ուրեմն լինել հոգևոր ուսուցիչ։ Եվ այդպես, որ հոգևոր ուսուցիչ կամ իրեն հովանավորում է իր ուսուցիչը, եթե ինքը ներկա է, եթե ոչ, ապա ինչ որ գերբնական բաներ պիտի տեղի ունենան, որոնք չի կարելի բացահայտել, էլի, ինչ որ գերբնական բաներ պիտի տեղի ունենան, չէ, որի միջոցով Գերագույն Աստծո անձնավորությունն է արդեն, այո, այդ ներքին քո ներսում քեզ դրդում նրան, որ դու սկսես, որ անձնավորությունը ինքը սկսի աշակերտներ ընդունել, չէ։ Հիմա Այսինքն մաքրությունը դա առաջինն է։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը երբեք այդպիսի բաներ չի անի, եթե համապատասխան մաքրություն քո մեջ չի տեսնում։ Մենք պիտի հասկանանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի արատավոր մարդու, ոչ մի աստվածային ֆունկցիա չի վստահում։ Հասկանում եք։ Հիմա հաջորդ քայլը դա սուրբ գրվածքների ճանաչողականությունն է։ Այսինքն ազնվորությունը, եթե ինքը անցել է մաքրության ճանապարհը, մաքրագործման ճանապարհը, ինքը գիտի այդ գիտելիքը։ Սա շատ կարևոր թեմա է։ Հիմա, տեսեք, օրինակ ես հիմա ինչ որ բաներ եմ, չէ, քննարկում։ Ինչ որ բաներ կան, որը իրականում միշտ եղել է գաղտնիք։ Հիմա բացահայտորեն քննարկվում է։ Դա ինչ է նշանակում, որ կեղծարարը ինքը նույնպես կարող է, ասենք, իրական հոգևոր ուսուցչին լսի, հա, այդտեղից իր գիտելիքը վերցնի, անգիրանի, գնա մի ուրիշ տեղ կրկնի։ Այն մի հոգևոր ուսուցչի հետ իրական հոգևոր ուսուցչի անունը չտա, ինչը որ հիմնականում հենց այդպես էլ արվում է, հա, ու ինքը գնա այնտեղ դառնա եսի միջ։ Բայց իրականում ինքը ճիշտ ինֆորմացիան վերցրել է, բայց իրականացում չունի։ Հասկանում եք։ Եվ սա ինքը երկրորդ գործոնն է, որ հոգևոր ուսուցիչը ինքը պետք է իրականացում ունենա։ Եվ դրա սիմպտոմը այդ դա է, որ եթե ինքը իր մեջ գիտելիքը իրականացրել է, ինքը պետք է ցույց տա նյութական գունաներից ազատ վիճակ։ Մենք կետերը քննարկեցինք, թե որոնք են այն ամենաառաջի, էլի, այս ամենապավերխնստի, ամենամակերեսային սիմպտոմները, որոնց միջոցով կարելի է այդ թեման ուրեմն քննարկել, չէ՞։ Հիմա ուրեմն խնդիրն այսպիսին է։ Հոգևոր ուսուցիչը ինքը պետք է գիտելիքի հետ կապված, էլի։ Հոգևոր ուսուցիչը ինքը պետք է տիրապետի գիտելիքի։ Աստվածամերժության դարաշրջանում, երբ որ գալիս է ողորմածության դարաշրջանը, գիտելիքի ամենախորը գաղտնիքները այսպես բացահայտորեն, շռայլորեն բաժանվում են։ Եվ սա նշանակում է, որ կեղծարարը ինքը կարող է վերցնել այդ գաղտնիքները, անգիր անել, արտահայտել եւ մարդիկ մտածեն, որ ինքը որակավորում ունեցող հոգևոր ուսուցիչ է։ Հասկանում եք։ Այստեղ
շատ մեծ փորձության մեջով է անցնում կենդանի էակը, ես դա միշտ ասում եմ, ես համենայն դեպս եկել եմ այդ եզրակացության, որ այդ խճճված գծիկի մեջից կոպիտ ասած կենդանի դուրս գալը եւ դուրս գալ իրական հոգեվոր ուսուցչի ձեռքերում, դա կարելի է անել միայն ներքին անկեղծության հաշվին։ Եթե մենք անկեղծ ուզում ենք հոգեվոր զարգացում, այլ ոչ թե ձևեր թափենք, հա, այսպես է էլի, նա ով որ կեղծ աշակերտ է, նա գտնում է կեղծ ուսուցիչ։ Նա ով որ իր մեջ գոնե մի տոկոսանոց անկեղծություն ունի, ինքը գտնում է իրական ուսուցիչ եւ շանս է ստանում այդ իր մի տոկոս անկեղծությունը իրականացնել եւ ավելացնել։ Եթե այդ շանսը չի օգտագործում, գերագույն աստծո անձնավորությունը այնպիսի անձնավորությանը դուրս է շպրտում հոգեվոր ուսուցչի կյանքից, որտեղ ստացվում է, որ հոգեվոր ուսուցիչը լիքը ճիքեր է գործադրում մի մարդու վրա, ով ոչ էլ միտք ուներ ընդհանրապես մաքրվելու։ Հիմա հաջորդ խնդիրը դա նրանում է, որ անձնավորությունը ինքը կարող է գիտելիքի մեջ հաստատված լինել, բայց չկարողանալ գիտելիքը փոխանցել։ Այսինքն սա երկու առանձին շնորհներ են։ Երբ որ անձնավորությունը ինքը կարողանում է գիտելիքի գաղտնիքները ընկալել, չէ՞, երբ ենք մենք այդպիսի բան տեսնում, մենք դա տեսնում ենք այսպես, որ երբ որ այս կուլտուրայում, այս քաղաքակրթության մեջ ինքը ընդունված է, որ տեքստը, օրիգինալ տեքստը ինքը միշտ կարդացվում է, որ կոնկրետ հիմա այս պահին ինչ տեքստ է քննարկվում, օրիգինալ, որը գրանցված է արիացիների գրականության մեջ, չէ, օրիգինալ տեքստը կարդացվում է, հետո հոգևոր ուսուցիչը տալիս է բացատրությունները։ Երբ որ ինքը սկսում է տալ բացատրությունները, եւ մենք տեսնում ենք, թե ինքը ինչպիսի խորությամբ գիտի այդ ամեն ինչը, չէ, մենք հաստատվում ենք նրա մեջ, որ գործ ունենք իրական հոգևոր ուսուցչի հետ։ Հասկանում եք, հիմա տեսեք, բայց այստեղ կա մի հատ այդպիսի շատ հետաքրքիր ֆենոմեն, որ անձնավորությունը ինքը, երբ որ ինքը ուսումնասիրում էր գիտելիքը իր հոգևոր զարգացման համար, ինքը կատարյալ կերպով բոլոր նյուանսները այդ հոգևոր գիտելիքի զգում էր։ Իր համար բաց էր բոլոր գաղտնիքները։ Բայց երբ որ գալիս է ժամանակը, որ ասենք ինքը արտաբերի, ինքը չի կարողանում։ Այսինքն իրան տրված չի գիտելիք փոխանցելը։ Իրան տրված է, ինքը այնքան անկեղծություն ունի, որ իրան տրված լինի գիտելիքի բոլոր նրբությունները հասկանալը եւ դրա հաշվին ամենաբարձր մակարդակի իրականացումներ ունենալը, որովհետեւ եթե դու չես զգում, չես հասկանում նրբությունները, դու չես կարող բարձր հոգեվոր զարգացում ունենաս։ Հոգևոր մակարդակ, այդ հոգևոր իրականացում բարձր չես կարող ունենաս, եթե դու նրբությունները չգիտես, չէ, եթե դու ընդամենը այբուբենն ես ճանաչում, դու այբուբենի մակարդակի բան, առաջի դասարան, երկրորդ դասարան, երրորդ դասարան, բայց ոչ ավել։ Հասկանում եք, կարգավորիչ սկզբունքների մեջ ես դեռ։ Բայց այդ նույն նրբությունները արտաբերել եւ փոխանցել այնպես, որ դիմացինը ինքը հասկանա, դա երկրորդ շնորհն է։ Դա առանձին շնորհ է։ Եվ սա մենք պետք է գիտակցենք, էլի, որ այդ շնորհը քննարկել, բան էլի ոնց ասեմ, մատչելի ձևով քննարկել գիտելիքը, այդ շնորհը եթե մարդը ինքը ունի, դա նշանակում է, որ գերագույն աստծո ազնվորությունը ինքը համաձայն է, որ այդ կենդանիակը ոչ միայն գիտելիք ունենա, որի հաշվին ինքն է զարգացել, այլ եւ իրավունք ունի այդ գիտելիքի մանրամասները ուրիշներին բաժանելու։ Եվ սա հոգևոր ուսուցչի հաջորդ որակավորումն է, որ ինքը պետք է ցույց տա շնորհքը խոսալու Աստծո մասին։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, եթե ազնվորությունը ինքը անկեղծ է եղել եւ իրականում ինքը տիրապետում է հոգեվոր գիտելիքի բոլոր նրբություններին, հա, եւ բայց չի կարողանում արտաբերի, դա չի նշանակում, որ ինքը մաքուր չի։ Ինքը մաքուր նվիրալ է,
բայց հոգևոր ուսուցիչ չի, այսինքն նա չի, իր մեջ ինչ որ մի բանը պակասում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը իրան իմինը ուսուցչի ֆունկցիան վստահի։ Հասկանում եք, որտեղ ուսուցիչը դա նշանակում է նյանյա, բան էլի, այդ հոգ տանող։ Հասկանում եք։ Իսկ այդ հոգ տանելը ինքը շատ բան է, չէ՞։ Հիմա հաջորդը, որը շարունական ինքը ասեց, դա նա էր, որ մենք գիտակցում ենք, որ դու լավ ուսուցիչ ես ունեցել, այսինքն ուսուցիչ-աշակերտ կապը։ Հա։ Արական քաղաքակրթության մեջ այդ պահանջը դրվում էր բոլոր ուսուցիչների հանդեպ, որտեղ ամբողջ բրահմանիկական կաստան այդպիսի ներկայացուցիչ չի կարող լինի արական քաղաքակրթության մեջ բրահմանիկական կաստայի, որը ինքը չունի ուսուցիչ։ Հա, եւ երբ որ ազնվորությունը ինքը առաջերտի պետք է չթաքցնի, թե ով է իր ուսուցիչը, ինչի համար, որպեսզի նրանք, ովքեր որ պատրաստվում են դառնալ իր աշակերտները, իրանք հասկանան մոտավորապես, թե ինքը ինչ գիտելիք է տեղափոխելու։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այն ազնվորությունները, որոնք իրանք այդ արիացիները իրանք տեսեք, այստեղ շատ հետաքրքիր գաղափար կա, չէ՞, ուրեմն գիտելիքը մաքուր փոխանցելու համար ինքը միշտ փոխանցվում է մի մաքուր նվիրալից մյուս մաքուր նվիրալին, մի մաքուր նվիրալից մյուս մաքուր, իրանք բոլորը ուսուցիչներ են։ Բայց այդ երևույթը կոչվում է աշակերտական հաջորդականություն։ Հասկանում եք։ Թեկուզ բոլոր ներկայացուցիչները այդ աշակերտական հաջորդականության իրանք ուսուցիչներ են, բայց դա կոչվում է աշակերտական հաջորդականություն։ Այսինքն, որ իրանք բոլորը եղել են իդեալական աշակերտներ։ Եվ այսպես էլի, մաքուր պահում են այն գիտելիքը, որը ստացել են։ Հասկանում եք։ Սա իրականում շատ կարևոր որակավորում է հոգևոր ուսուցչի համար, հա, եւ ուրեմն այդ հաջորդը շարունական ինքը դա նշեց, որ հոգևոր ուսուցիչը ինքը պետք է անպայման ունենա այն հոգևոր, ինքը իր հերթին պիտի ունենա հոգևոր ուսուցիչ։ Երբ որ ազնվորությունը ինքը խոսում է նրա մասին, որ ինքը անմիջապես Աստծո հետ կապ ունի, Աստծոց ինչ որ գիտելիք է ստանում, եսի մի չի անում, դող բոլորը ներեն իհարկե, բայց դա գոռոզության սիմպտոմ է։ Գերագույն Աստծո ազնվորությունը գոռոզության հետ երբեք կոնտակտի մեջ չի մտնում։ Հասկանում եք։ Եվ այդ մարդիկ իրանք, եթե մեղմ ասենք, մոլորության մեջ են գտնվում, էլի, երբ որ իրենք մտածում են, որ Աստծո կողմից ինչ-որ բան ինչ-որ խնդիրներ կա, կամ հովանավորված են, կամ իսի միջ են։ Դրա համար ամեն մի ազնվորություն հոգևոր ինքը պետք է իր մեջ շատ անկեղծ լինի։ Հասկանում եք։ Եվ այդ աշակերտական կապը միշտ պետք է տեղի լինի, որովհետև այն, որ ազնվորությունը ինքը եղել է աշակերտ, դա միշտ նշանակում է, որ ինքը ունի 5 ամենահիմնային որակները։ Ինքը համեստ է, խոնարհ է, բռնությունից ազատ է, համբերատար է եւ պարզ։ Որովհետեւ ազնվորությունը ինքը, եթե այս 5 որակները չունի, ինքը չի կարող իրական հոգևոր ուսուցչի արժանի աշակերտ լինել։ Հասկանում եք։ Այսինքն այստեղ կա այդ խնդիրը, կա անկեղծ աշակերտ, որը կարող է ունենալ արժանի հոգևոր ուսուցիչ եւ անարժան։ Եվ կա իրական հոգևոր ուսուցիչ, որը կարող է ունենալ արժանի աշակերտներ եւ անարժան։ Եվ այդ գաղափարը, որը առաջ են քաշում, որ ծառը պտուղը ծառից հեռու չի ընկնում, չէ՞։ Այդ գաղափարը իրականում այդքան էլ արդար չի, որովհետև աշակերտը ինքը ծառի պտուղը չի, ինքը դրսից եկած առանձին իր համար անհատականություն է, որը մտնում է ուսուցչի կյանք
եւ այնտեղ ըստ իրա ցանկությունների, իրա նպատակների ինչ որ պահվածք է ցուցաբերում։ Եվ այդ պահվածքը կարող է ոչ մի կապ չունենալ իրա ուսուցչի արժեքային համակարգի հետ։ Հասկանում եք։ Դրա համար երբ որ մենք ուզում ենք հասկանանք, թե ասենք որն է ուսուցչի պտուղը, չէ՞, մենք պետք է ուշադիր լսենք ուսուցչին, որտեղ ուսուցիչը, եթե ինքը ունի արժանի աշակերտ, ինքը դա անպայման հրապարակում է, որ այս անձնավորությունը ինքը իմ, սա է, որ իմ պտուղն է։ Հասկանում եք։ Որտեղ նորից եմ կրկնում, աշակերտները իրանց հերթին շատ տարբեր են լինում, էլի։ Հա? Հիմա հաջորդ գաղափարը դա նա էր, որ աշակերտը պետք է լինի խոնարհ եւ պետք է ծառայի իր ուսուցչին։ Հա? Ուրեմն հոգևոր ուսուցիչները իրանք լինում են, եթե մենք արյական բանով ենք գնում 3 տեսակի, հա? Այսինքն նրանք ովքեր ամենաառաջի, ամենացածր կարգի հոգևոր ուսուցիչները, նրանք են, ովքեր որ որակավորում ունեն կարգավորել կենդանեակի նյութական կյանքը։ Երկրորդ մակարդակի հոգևոր ուսուցիչները դա նրանք են, ովքեր որակավորում ունեն հաստատել կենդանեակին հիմա արդեն ուղղակի հակառակը նյութական աշխարհի, նյութական գոյության հանդեպ հրաժարման մեջ եւ հասցնել միջև ազատագրման։ Եվ երրորդ կարգի հոգևոր ուսուցիչներն են, այն հոգևոր ուսուցիչները, ովքեր որակավորում ունեն վերականգնել կենդանեակի եւ գերագույն Աստծո ազնվորության հարաբերությունները։ Հա? Ուրեմն համապատասխան դրանն էլ մենք կարողանում ենք հասկանանք, թե եթե անձնավորությունը ինքը ձգտումներ ունի իր մեջ հանդեպ նյութական երջանկության, իրան պետք է առաջի կարգի հոգևոր ուսուցիչ։ Եթե ինքը արդեն հիասթափված է նյութական կյանքից եւ ուզում է ազատագրում ստանալ, իր այդ թեման է շատ հետաքրքիր, ինքը պետք է դիմի երկրորդ կարգի ուսուցչին։ Եթե ինքը արդեն ոչ ազատագրմամբ է հետաքրքրվում, ոչ նյութական երջանկությամբ, այլ իրան հետաքրքիր է հայտնաբերել Աստծուն, հետաքրքիր է հասկանալ, թե ինքը Աստծո հետ ինչ հարաբերություններ ունի, իրան անհրաժեշտ է երրորդ կարգի ուսուցիչ։ Հա? Բhakti յոգան իր մեջ պարունակում է այս 3 էտապները եւ բhakti-ի մեջ որակավորում ունեցող ուսուցիչները սովորաբար այս բոլոր 3 խնդիրները կարողանում են լուծել։ Պայմանը, եթե աշակերտը հետևում է իրենց ուրեմն այդ հոգևոր ուսուցչի ցուցումներին։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելիներս, այս բոլորը, ինչ որ մենք այսօր ձեզ հետ քննարկեցինք, դա շարունակություններ այն խոսակցության, թե իրականում, ասենք, հոգևոր ուսուցիչ, աշակերտ հարաբերությունները իրանք ինչպես պետք է ընթանան։ Ամենագլխավոր տրամադրությունը դա նա է, որ իհարկե կենդանեակը ինքը պետք է չշտապի, ընդունի ձեռնադրում։ Ինքը պետք է ուշադիր լսի հոգևոր ուսուցչի դասախոսությունները, համոզվի, որ այն գաղափարները, որը այդ հոգևոր ուսուցիչը արտաբերում է, իրան հոգեհարազատ են։ Ինքը պետք է շատ ուշադիր լինի, որ հոգևոր ուսուցիչը ընդունում ոչ թե այն պատճառով, որ մազերը, ակնոցները, աչքերը, խոսալու ձևը դուր եկավ։ Հասկանում եք։ Այլ ինքը հոգևոր ուսուցիչ է ընդունում, որովհետև այդ հոգևոր ուսուցչի ամեն մի գաղափարը իրան հոգեհարազատ է։ Դա շատ կարևոր կետ է, որովհետև եթե ազնվորությունը ինքը սենտիմենտալ զգայարանների հիմքի վրա ուսուցչի է դիմում, հա, իսկ այն գաղափարախոսությունը, որի կրողն է ուսուցիչը, ինքը ուրեմն իր համար հոգեհարազատ չի, այդպիսի աշակերտը ինքը մեղմ ասեմ էլի, լավ մարդ չի, որովհետև ամեն մի աշակերտի վրա հոգևոր ուսուցիչը ինքը էներգիա է ծախսում, իր սրտի ջերմությունն է ծախսում, իր իմաստությունը, եւ հետո վերջապես կենդանեակի համար, նյութական աշխարհում ապրող կենդանեակների համար ամենակարևոր բանը
իր ժամանակը։ Եվ երբ որ մենք սենտիմենտալ հիմքի վրա ուսուցիչ ենք ընդունում, հա, այդ ընթացքում հոգևոր ուսուցիչը ինքը կարող էր ուշադրություն դարձնել անկեղծ հոգիների վրա։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, որակավորում ունեցող ուսուցիչը ինքը սենտիմենտալիստ չի։ Ինքը չունի նյութական մարմնի հանդեպ բարիություն, ինքը ունի բարիություն հոգու հանդեպ։ Եվ ուսուցիչը ինքը կենդանի էակի հետ է կամ իր հետ չի, դա մարմնով չի որոշվում։ Եթե հիշում եք, մենք Բհագավադ Գիտայի առաջին գլխում խոսեցինք դրա մասին, չէ՞, երբ որ խոսում էինք Դուրյոդհանայի եւ Արգջունայի վիճակների մասին։ Ինչի մասին մենք խոսեցինք։ Երբ որ Դուրյոդհանան ինքը որպես գոռոզ խոսում էր նրա մասին, որ այ ուսուցիչը կամ մեր այ Դրոնաչարյան է, չէ՞, որ կռվի արվեստ է սովորացրել եւ ինձ եւ Պանդավներին, բայց հիմա ինքը գտնվում է իմ բանակում։ Իսկ Դրոնաչարյան ինքը ինչ ցույց տվեց։ Ինքը Պանդավներին օրնեց եւ իրենց հաղթանակ ցանկացավ։ Թեկուզ մյուս աշակերտի բանում էր, չէ՞, եւ սա նշանակում է, որ տեսեք, երբ որ ամենակարևոր խնդիրներից մեկը դա նա է, որ աշակերտը ինքը ֆինանսապես աջակցում է իր հոգևոր ուսուցչին։ Հոգևոր ուսուցիչները իրենք չպիտի ունենան աշխարհիկ աշխատանք։ Իրանք պետք է վարձատրվեն միայն հոգևոր գործունեության դիմաց եւ վարձատրվեն մի պարզ սկզբունքով։ Գիտելիքը իրանք պետք է տան բոլորին հավասար։ Ով կարողանում է, իրան նյութապես աջակցում է, ով չի կարողանում, չի աջակցում, բայց բոլորը գոնե իրար լավն են ուզում, էլի։ Հասկանում եք, օրնում են իրան, շնորհակալ են լինում։ Սա որպես մինիմալ էներգետիկ ամեն փոխազդեցությունն է։ Հասկանում եք, շնորհակալության զգացումը։ Եվ իսկ եթե չէ, արդեն նյութականը, չէ՞ հիմա։ Անձնավորություններ կան, որ իրենք ասենք նյութապես կայացած անձնավորություններ են, բայց ինքը պայմանավորված հոգի է։ Եվ դա նշանակում է, որ երբ որ ինքը նյութապես աջակցում է ուսուցչին, հաջորդ քայլով փորձում է ուսուցչին ղեկավարել։ Այստեղ շատ կարևոր է, որ աշակերտները իրենք պետք է տեսնեն, որ հոգևոր ուսուցիչը ինքը չի ենթարկվում այդպիսի բաներին, չէ՞։ Ու այդ չենթարկվելը ինքը ներքին ֆակտոր է։ Այսինքն, հենց որ աշակերտը իրեն լավ չի պահում, հոգևոր ուսուցիչը իր սրտի մեջ այդպիսի աշակերտից հեռանում է։ Եթե աշակերտը ինքը լուրջ չի զբաղվում հոգևոր կյանքով, այլ ինչ-որ խաղերով է զբաղված, այն ներքին գործոնով ուսուցիչը պիտի կարողանա անմիջապես այդպիսի աշակերտին լքի եւ իր ժամանակը եւ ուշադրությունը ծախսի այն հոգիների վրա, որոնք անկեղծ հոգևոր ճանապարհ են անցնում, հիմա ամենակարևորը, անկախ իրանց նյութական դիրքից։ Եվ դա կարող է լինել ամենաաղքատ մարդը, բայց ինքը կարող է լինել անկեղծ աշակերտ, եւ որ հոգևոր ուսուցիչը իր սրտի մեջ, եթե դաժե ինքը չի կարողանում դա արտահայտի, այդ արտահայտելը էդի բաներ են, ամեն ինչը տեղի ունենում ներսում, եւ ինքը իր ներսում կարող է, այսպես բամբակի պես այդ իր աղքատ աշակերտին տանի, որտեղ ինքը գնացող է, հա։ Եվ կարող է լինել ազնվորություն, որը ինքը ասենք գումարներ ունի, չգիտեմ ինչ-որ պաշտոններ ունի, SMS ունի, այն ունի, հա, ու ինքը այսպես էլի գալիս է, ես հոգևոր ուսուցիչին այս կարող եմ տամ, այն կարող եմ անեմ, այս ինչը կարող եմ առնեմ իր համար, այն ինչը կարող եմ առնեմ, բայց ես գնացող չեմ, ինձ ինչ է տարբերում, որ ես այնտեղ մտնում եմ, բոլորը ինձ ընկալեն, որ ես ինչ-որ կարևոր աշակերտ եմ։ Այդպիսի ազնվորության հետ հոգևոր ուսուցիչը ինքը իր ներսից հեռանում է։ Ինչպես է արտահայտվում։ Դուք կապ ունեք հոգևոր ուսուցչի հետ, թե ոչ։ Իրական աշակերտը միշտ խոնարհ է։ Այն աշակերտը, որին հոգևոր ուսուցիչը իր սրտում չի պահում այլևս եւ իր սրտով հեռացել է այդ աշակերտից, այդպիսի աշակերտները միշտ փառասեր են ու գոռոզ։
Սա է այն սիմպտոմը, որով դուք կարող եք հասկանալ, թե ներքին ֆակտորով ձեր ուսուցիչը ձեր հետ է, թե ոչ։ Հա, եթե ինքը ձեր հետ չի, դուք ինչքան ուզում եք լսեք, չեք կարողանում հիշել գիտելիքը։ Իսկ եթե ինքը ձեր հետ է, իր ամեն մի ասած տառը դառնում է ձեր սրտի գանձը։ Հասկանում եք, եւ այդ հարաբերությունները իրանք ահավոր նուրբ են։ Դրա համար այստեղ այդ բաներ կար, էլի խոնար տրվիր։ Այդ խոնար տրվելը դա նշանակում է, որ ես ոչ թե գալու եմ նստեմ լսեմ ինչ ես ասում, այլ ինչ որ ասում ես, ես այդպես սկսելու եմ ապրել։ Սա է հոգևոր ուսուցիչ աշակերտ հարաբերությունների գլխավոր իմաստը։ Հասկանում եք, սիրելիներիս։ Եվ այսօր այսքանը, կներեք, դասախոսությունը մի քիչ երկար տևեց, որտեղ իրականում այս թեման ինքը շատ նուրբ է, շատ լայնածավալ է եւ Բhagavad Gita-ն ինքը հնարավորություն չի տալիս, էլի, ծավալվել։ Մենք Բhagavatam-ով շատ ենք քննարկելու հոգևոր ուսուցիչ աշակերտ հարաբերությունները տարբեր կետերից, բոլոր 4 փուլերում, հա։ Բայց այստեղ ինքը հնարավորությունը սուղ է, սա էր հոգևոր ուսուցչին վերաբերվող տեքստը, դրա համար ես ստիպված եղա որ 2 անգամ կանգնել այս տեքստի վրա եւ երկրորդ անգամը կանգնել մի քիչ երկար։ Ներող կլինեք, որ դասախոսությունը մի քիչ երկար ստացվեց, բայց կարծում եմ, որ այն թեմաները, որոնք մենք քննարկեցինք, դրանք կարևոր են այդ հարաբերությունները հասկանալու համար։ Հուսով եմ եղա օգտակար։ Ստեսություն ձեզ։